Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարի լույս մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, ուրախ ժպիտներով ու գարնանային տրամադրությամբ սկսում ենք մեր հերթական առավոտյան հաղորդումը Շանթի ուղիղ եթերում։ Բարի լույս սիրելի բարեկամներ, այսօր փետրվարի 19-ը ուրբաթ։ Իմաստուններն ասում են, որ կյանքը պետք է լի գրքերով, որոնք լի են կյանքով։ Այսօր գրքերի մասին խոսելու շատ ծանրակշիռ պատճառ ունենք։ Որն այդ պատճառը Հայաստանում փետրվարի 19-ը հայ մեծ բանաստեղծ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը սկսած 2008 թվականից Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր։ Եվ քանի որ կանայք միշտ ավելի ուշադիր են, Կարեն ջան, ես այսօր հատուկ քեզ համար նվեր եմ գնել։ Ես կռահել եմ։ Նվեր Կարեն ջան։ Բայց ինչ ես հին գիրք գնել Որովհետև մի մարդու եմ տեսել փողոցում Կարեն, ով գիրք էր վաճառում եւ գտա, որ սա ավելի թանկ նվեր է, հնությունը միշտ ավելի թանկ է, քան նորը։ Լավ, մի քիչ հետո ես էլ քեզ հին ընկերը ավելի կարևոր է, քան նորը։ Լավ, գրքի տոնին դեռ մենք անդրադառնանք, հարգելի բարեկամներ, իսկ այժմ ուրվա հետաքրքիր լուրերի մասին ապացուցվել է, որ երջանկության համար պարտադիր չէ ներկայում դրա համար պատճառներ ունենալը։ Կարելի ուղղակի երջանիկ լինել, բայց դա ասում են ապուշ երջանիկ, չէ՞, բավական է միայն դիմել դրական մտքերի օգնությանը, երազանքների, հիշողությունների, որոնք ժպիտ կառաջացնեն եւ չեք էլ նկատի, թե ինչպես է երջանկության զգացողությունը վրա հասնում։ Այս է ճիշտ է, լավ հիշողություն է, միշտ լավ է։ Հա, բայց դա ապացուցել են գիտնականները, մեր հեռուստադիտողները հանգիստ կարող են չհամաձայնվել դրա հետ եւ ապրել ներկա օրով, հա, իսկ մեկ այլ հետազոտություն օգնել է ապացուցել, որ անկեղծ ժպիտը եւս կարող է դրական հիշողություններ առաջացնել։ Բայց միշտ չէ, որ ժպիտը անկեղծ է լինում։ Վերլուծաբանները պարզել են նաեւ, որ կեղծ ժպիտը, որի օգնությանը շատ հաճախ դիմում են զանազան ընկերությունների աշխատակիցներ, մենք հաճախ ենք, չէ՞, բարեցես, հանգեցնում է օրգանիզմի հյուծման, պարզվում է։ Դե իհարկե դա մեզ չի սպառնում, որովհետեւ մենք գրեթե չենք ժպտում, Անահիտ ջան։ Մենք դες ծանրի մեջ միշտ Շատ լավ է, որ հենց այս տեքստը դու ես ասում, Կարեն, մի քիչ այդ կեղծ ժպիտը պետք է Անահիտ ջան, ավելի լավ չի չժպտալ, քան կեղծ ժպտալ։ Լավ, անդրադառնանք կենցաղային այն իրերին, որոնցից ազատվելու դեպքում կարելի է կյանքում դրական փոփոխությունների համար ճանապարհ բացել։ Ես մի քիչ կարդամ Դու կարդա, չինացիները հավատում են, որ դրանք աղտոտում են մեր շրջակա միջավայրը, բոլորի համար աննկատ առաջացնելով կյանքի նկատմամբ անտարբերություն։ Այնպես որ եթե հավատում եք կյանքի չգրված, բայց փորձված օրենքներին, հիշեք, որ հարմարավետության, երջանկության ու հաջողության համար օգտակար է առաջին հերթին դեն նետել տանը եղած բոլոր արհեստական ծաղիկները։ Որ խնդրեմ ստուդիայից այս ծաղիկները կտանեք։ Չէ, սրանք բնական են, արհեստական չեն կային։ Եթե սիրում եք ծաղիկներ, ապա տուն բերեք կենարար ուժեր հաղորդող կենթանի ծաղիկներ։ Իսկ արհեստականները ճիշտ հակառակ ազդեցությամբ լիցքեր են տարածում, պետք չէ պահել տանը։ Երկրորդ բանը, որը տանը պահելը վտանգավոր է, կոտրված կամ ճաքած սպասքն է, հնուց ու ի վեր սպասքը խորհրդանշել է տան հարստություն ու բարեկեցություն, իսկ եթե այն թերություններ ունի, ապա այն վերածվում է անհաջողությունների։ Դրա համար պետք է դեն նետել ճաքած օրինակ բաժակները կամ ամանեղենը։ Բայց եթե դրանց հետևություն անենք, բոլոր այն թանգարանները, որտեղ էսպես մի կերպ փակցված հին բաներ են, Չէ, դե թանգարան ինչ կապ ուրիշ է, չէ, տան հետ չհամեմատեմ։ Մարդիկ կան, որ պլաստմասե սպասքից են օգտվում։ Մի խոսքով կոտրված բաներ մի պահեք տանը։ Երրորդ բանը, որից պետք է անհապաղ ազատվել, հին հագուստն ու կոշիկն է, սա շատ անում են իտալացիները, հատկապես նոր տարվա շեմին չօգտագործվող ու հնացած իրերը որևէ լավ բան չեն բերում, բայց անտուն կամ կարիքավոր մարդկանց նվիրելու դեպքում դրանք կարող են դրական լիցքեր հաղորդել նախկին տիրոջը, այսինքն հենց ձեզ։
Կարելի անել բարեգործություն եւ երկուսն էլ կլինեն երջանիկ։ Երկու լավ բան կլինի։ Բացի այդ պետք է հիշել նաև, որ եթե ուզում եք որևէ նոր բան ձեռք բերել, ապա հնարավորինս արագ պետք է ազատվեք հնից, կյանքի օրենքով թափուր տեղը երկար ազատ չի մնա։ Այո, կենցաղն անպետք իրերից ազատելու մասին մտածելու համար այս օրերին անգամ եղանակն է տրամադրող եւ գարնանային արդեն, այո։ Այո, այժմ առաջարկում ենք դրական տրամադրությամբ ու ուրախ հնչյունների ներքո անցնել գործի մեր եթերում տեսահոլովակ։ Գնացինք։ Այս բանին անդրադառնանք աշխարհի ամենաթարգմանված ու հայտնի գեղարվեստական գործերին, հատկապես չմոռանալով, որ այսօր գիրք նվիրելու օրն է։ Եվ Անահիտը ինձ գիրք է նվիրել, շնորհակալ եմ Անահիտ ջան, եւս մեկ անգամ։ Խնդրեմ, կհետևես նաև իմ օրինակին, բայց կարող ես ուրիշներին նվիրել արդեն։ Այս գիրքը։ Հարկավոր։ Հենց այս գիրքը։ Աննա Ֆրանկի օրագիրը, Աննա Ֆրանկ 27 միլիոն օրինակ գիրքը հիմնված է հրեա մի աղջկա օրագրի գրառումների վրա, ով 2 տարի իր ընտանիքի հետ նացիստների օկուպացիայի տարիներին թաքնվել է Նիդերլանդներում։ 6-րդ տեղում մտածիր եւ հարստացիր Նապոլեոն Հիլ 30 միլիոն օրինակ մոտիվացիոն գիրք է, այն պատմում է անձի աճի եւ ինքնակատարելագործման մասին, հարգելիներս։ 5-րդ քամուց քշվածները, մեր սիրելի ստեղծագործություն Մարգարետ Միչել 33 միլիոն օրինակ գիրքը պատմում է իռլանդացի էմիգրանտի աղջիկ Սկարլետ Օհարայի կյանքի պատմությունը։ 4-րդ տեղում է, այո, մթնշաղ սագա Ստեֆանի Մայեր 43 միլիոն օրինակ պատմությունը մի երիտասարդ աղջկա մասին, որը սիրահարվում է վամպիրի, թարգմանվել է ավելի քան 38 լեզուներով ամբողջ աշխարհում։ Շատ արդիական գիրք, երիտասարդների մեջ հատկապես տարածված կարդալ։ Դա Վինչիի ծածկագիրը, նաև ֆիլմ դուրս եկավ։ Դեն Բրաուն 57 միլիոն օրինակ գրքի իման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերում խաղացել է հանրահայտ Թոմ Հենքսը, բայց ասեմ, որ գիրքը միևնույն է հաղթում է։ Ֆիլմը։ Ինչպես միշտ գիրքը հաղթում է։ Երկրորդ տեղում է Ալքիմիկը Պաուլո Կոելյոյի 65 միլիոն օրինակ, Ալքիմիկը տպագրվել է 1987 թվականին եւ դարձել է բրազիլական բեսթսելեր։ Ալքիմիկը թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով, գրավելով համաշխարհային Գինեսի ռեկորդ որպես կենթանի հեղինակի ամենաշատ լեզուներով թարգմանված գիրք։ Եվ առաջին տեղում խնդրեմ Հարի Փոթեր, Ջոան Ռոուլինգ 400 միլիոն օրինակ 7 վեպերից բաղկացած սերիա է ֆենթեզի ոճում, գիրքը պատմում է կախարդ Հարի Փոթերի եւ իր ընկերների մասին, որոնք կախարդության դպրոցի սաներ են։ Իդեպ այդ միակ ֆանտաստիկ բանն է, որ ինձ շատ է դուր եկել։ Այո, բայց իդեպ ասեմ, որ Ջոան Ռոուլինգը շարունակում է եւ շուտով Հարի Փոթերը նոր արդեն պատմություն կունենա, այո։ Գիրք կունենա։ Իսկ մեր հաջորդ տեսանյութը պատմում է թարգմանիչների մասին մեր օրերում։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի գործերը։ Աստվածաշնչյան այս նախադասությունը դարձավ առաջինը, որը թարգմանվեց եւ գրվեց հայատառ։ 5-րդ դարում հայ գրերի գյուտը սկիզբ դրեց մշակութային նոր շարժման։ Թարգմանվեցին բազմաթիվ գրքեր, շարժումը ստացավ թարգմանչաց անունը։ Արցախ-խորհրդային շրջանում թարգմանչական գործը ղեկավարվում էր պետության կողմից հատուկ պատվերների շրջանակում։ Թարգմանիչներն էլ ամենաազնիվները չէին։ Նրանցից շատերը թարգմանությունները կատարելով միջնորդ լեզվից չէին նշում, թե որ լեզվից է թարգմանված կամ կեղծում են այն։ Անպատիժ կերպով բոլորը գրում էին անգլերենից թարգմանել, մինչդեռ թարգմանում էին ռուսերենից։ Ու դա արդեն վատ է, որտեղ միջնորդ լեզվի միջոցով թարգմանելը անշնորհակալ գործ է։ Անամոթաբար գրում էին թարգմանեց անգլերենից, բոլորը անխտիր։ Բացի Կարպիս Սուրենյանցից։ Հայաստանի անկախացումը ավելի ազատ դաշտ ստեղծեց։ 1991-ից 1996 թվականներին հրատարակվեց ավելի քան 6000 գիրք, որոնցից 482-ը թարգմանական, դրանց թվում 89-ը գեղարվեստական թարգմանություններ էին։ Վերջին տարիներին սկսած վերջին 3 տարիներին շարունակ անդադ ամեն տարի ավելանում է գրքերի քանակը, յուրաքանչյուր տարի առնվազն գոնե 10-15, գուցե 20 անուն գիրք թարգմանվող գրքեր ավելանում են հաջորդ տարվա համեմատ, նախորդ տարվա համեմատ։ Ու լեզուներն էլ այդ թվում նաև ավելանում են։ Եթե անկախության տարիներին հիմնական լեզուն, որից կատարվում էին թարգմանությունները ռուսերենն էր, ապա վերջին տարիներին անգլերենն ավելի գերակշռում է։ Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն։ Սրանք թարգմանության առաջատար լեզուների հնգյակն է։ Թարգմանությունը վարդ է ապակու տակ։ Հովհաննես Թումանյանը կարծում էր, որ ստեղծագործությունը լիովին հասկանալու եւ զգալու համար պետք է կարդալ բնագիրը։ Երկու լեզու իմացողը դեռ թարգմանիչ չի։ Նույնիսկ ավելին, երկու լեզու կատարյալ իմացողը էլի դեռ թարգմանիչ չի։ Իմացությունից բացի քթի ծակ է պետք։ Պետք է շատ ուրիշ գրքեր կարդացած լինես, ընդ որում նախընտրելի է մինչև 16 տարեկանը։ Լեզվի զգացողություն է պետք, այսինքն դու կարող ես լեզուն սովորած լինել, բայց մեկը չզգաս։
Իսկ այն հեղինակը, որն դու թարգմանում ես, ամենակարևորը, որ այսպես թարգմանական լեզվով ասած քեզնով չանես, որտեղ շատ հաճախ թարգմանիչները հատկապես եթե իրանք էլ ինչ-որ ձիրք են ունենում գրելու հետ կապված, այդ հեղինակին մի քիչ իրենցով են անում, մի քիչ իրենցից ինչ-որ հատկանիշներ են դնում այդ տեքստի մեջ։ Իհարկե հետևում ենք նաև շատ կարևորը հայրենի քերականության կանոններին համապատասխան լինի։ Հայաստանը ունենալով փոքր շուկա, այնուամենայնիվ թարգմանիչների պակաս ունի։ Եթե հիմա 100 կատարյալ թարգմանիչ նստեն նոր գիշերը աշխատեն, 10 տարուց հետո նոր առաջի փուլը կավարտվի դրա։ Մենակ անգլերենն է։ Այսինքն այն ինչ որ պարտադիր ընթերցանությունը։ Բայց շատ մարդիկ կան, որ կարող էին անել ու չեն անում, որովհետև իմաստը չկա։ Այսինքն ընտանիք պիտի կերակրեն, տուն պահեն եւ այլն, ու եթե նա լրիվ ընդունակ է եւ հենց իմ ասած այդ եզակի մարդկանցից է, բայց չի անում այդ գործը, որովհետև կամիկադզե չի թարգմանության պատճառով, ասենք թե սովամահ լինի։ Եթե գոնե բավականաչափ, ասենք թե վարձատրություն եղավ կամ լիներ, կամ գոնե ընթերցողների քանակը լիներ, որ այդ բարոյական բավականությունը ստանար մարդ։ Սկսեմ այնտեղից, որ ամեն տարի աշխարհում գրվում է մոտ 500,000 գիրք միջինը։ Ու դրանց մեջ բնականական շատ արժեքավոր գրքեր։ Ու անդադ պետք է հետևել տեսնել հիմա ինչ են գրում այսօր այս տարի ինչ նոր բան դուրս եկավ, որը անպայման մենք պետք է ունենանք։ Գումարած դրան իհարկե կա արդեն այսպես ասած ոսկե ֆոնդ, հա, երևի կոչված, եթե տենց կարանք ասեն, գրքեր, որոնք արդեն համաշխարհային գրականության մեջ իրենց կարծրացած կայուն ու մնայուն տեղն ունեն, ու շատերը դրանցից ցավոք մինչև հիմա թարգմանված չեն հայերեն։ Քան մի կողմից մենք հետևում ենք, թե ինչ է այսօր հրատարակվում, ինչ է այսօր գրվում, մյուս կողմից այն գրքերը, որոնք արդեն Նոբելյան մրցանակ են ստացել կամ մեծ արձագանք են ստացել համաշխարհային գրականության մեջ, դրանք էլ անպայման ընտրում ենք։ Համաշխարհային դասականներն ու ժամանակակից գրողներից շատերն այսօր հասանելի են հայերեն, սակայն դրանցից շատերը մտնելով գրախանութներ շատ երկար մնում են միայն ցուցափեղկերում։ Հիմնականում պահանջվում է եւ գնվում այն գրքերը, որոնք շատ մեծ այդպես լսարան ունեն, տարածում ունեն, որոնց մասին շատ են խոսում եւ հեռուստատեսությամբ եւ համացանցով գովազդներ անընդհատ գնում են։ Ժամանակակից դասական է արդեն դարձել Մարկեսը, որի գրքերը եւս հայերենով թարգմանվել է անցած տարվանից արդեն կան ու մեծ պահանջարկ ունի, շատ են գնորդները ու ցանկացողները այն հայերենով կարդալու։ Մյուս հայտնի հեղինակներից, որոնք եւս ժամանակակից են ու թարգմանվել են ու ելի պահանջարկ ունեն, կարող եմ ասել Կունդերային, վերջերս է հայերեն ներկայացվել հասարակությանը, կեցության անտանել թեթևությունը, ժամանակակից գրքերից, որոնք նաեւ իրենց ֆիլմերով են հայտնի դարձել, Աստղերն մեղավոր գիրքն է, որը եւ ռուսերենով եւ հայերենով, նույնիսկ անգլերենով շատ են հարցնում։ Բացի այսպես ասած ավանդական երկրների գրականությունից, որ թարգմանում ենք, փորձում ենք նոր գրական շուկաներ մտնել, տեսնել ինչ այնտեղ լավ գրականություն կա։ Համար առաջինը մեզ համար կարևոր է, որ այդ գիրքը պահանջված լինի հայ ընթերցողի կողմից։ Այսինքն գրքում նշված թեմաները, գրականության ոճը, ընդհանրապես այն հարցերը, որ բարձրացվում է այդ գրքում, մեր ընթերցողի համար կարևոր լինի։ Երկրորդ կարևոր նախապայմանը մեր համար, որ գրականությունը այդ կոնկրետ որ ցանկանում ենք ընտրել, վաղանցիկ չլինի, այսինքն թարգմանությունը ունենա գրական երկարատև կյանք։ Ու երրորդ կարևոր մեր համար շատ կարևոր նախապայմանն է, որ գրականությունը արձագանք ունենա նաև միջազգային մամուլում։ Գիրքը մեզ դարձնում է մտածող, ստեղծագործ եւ խելացի։ Եթե սովորություն դարձնեք օրական գոնե 30 րոպե տրամադրել ընթերցանությանը, դուք ձեր կյանք կմտցնեք նոր գույներ, նոր տպավորություններ եւ նոր հույզեր։ Բացի այս բոլոր դրական ազդեցությունները, գիրք կարդալն այսօր նորաձև է։ Մենք վերադարձանք շատ կարճ ժամանակով, որպեսզի ասենք ձեզ։ Գովազդ։ Փետրվարի 19-ն այսօր հիշեցնենք եւս մեկ անգամ, որ այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ինչպես նաև գիրք նվիրելու օրը, թե ինչ տեղ ու դեր ունի մարդու կյանքում գիրքը, ինչ են փնտրում գրքերի աշխարհում տարիքային տարբեր խմբերի մարդիկ, ինչն է մեզ ավանդել Մեծ Թումանյանը եւ ինչքանով է այն արդիական այսօր, մենք կփորձենք բարձել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ զրույցում, ով այսօր մեր հյուրն է։ Բարև ձեզ Տիկին Թուխիկյան։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ նույնպես։ Բոլորիս, այո, իսկապես բոլորիս պետք է շնորհավորենք։ Եվ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ եւ գիրք նվիրելու։ Այո,
օրվա արդիվ։ Անկախտելի արդեն միասնություններ են։ Եթե անգամ 19 փետրվարի չհրճակվեր հիմնականում պարոն Լևոն Անանյանի վաղամերիկ ցավոք շնորհիվ իբրև գիրք նվիրելու օր, ուղղակի Թումանյանի հետ, այսինքն գիրք եւ Թումանյան հասկացությունները այնքան միասնական են եւ մեկ ընդհանուր գաղափարի մեջ են, որ անկախտելի են մի խոսքով։ Ամեն դեպքում գիրք եւ Թումանյան նույն բանն է։ Ներեցեք, բայց ճիշտ է, որ Թումանյանը ինքը չէր սիրում, երբ որ իր գրադարանից գիրք էին խնդրում իրենից։ Դժվար էր տալիս։ Այո, շատ դժվար էր տալիս, որովհետև անպարտաճանաչ ընթերցողներ լինում էին, ովքեր գրքերը տանում եւ չէին վերադարձնում։ Չէ, չէին վերադարձնում։ Այո, այո։ Բայց դա չի շարք որ Թումանյանը չի սիրել գիրք նվիրել։ Թումանյանը շատ սիրել է այդ գործը եւ անգամ պատմություններ կան, որ հենց ասենք ինքը կարող էր ամբողջ տպաքանակը կամ տպաքանակի մեծ մասը իր գրքերի գնել, գրախանութի ու բաժանել, նույնիսկ այն աստիճանի, որ իրենց տանը մեկ օրինակ չմնար։ Հետո ընկներ դռնե դուր, ասեր ինչ կլինի, մի օրինակ, հաճիս տվեք։ Հետ տվեք ինձ մի օրինակ։ Տիկին Թուղիկյանը հետաքրքիր է այսօր որպես թանգարանի տնօրեն, ինչ միջոցառումներ են անցկացվելու, ինչ է սպասվում, ինչ անակնկալներ կան։ Դե ծննդյան օր է եւ այսօր շատ ուրախ կանցնի մեր թանգարանում։ Թանգարան այցելողները այդ այսօր այն եզակի օրերից է ներեցեք, որ թանգարանում կարելի է բարձր խոսել, բարձր խոսել, ուրախանալ, երգել, պարել, այո, ինքնաբուխ։ Դուք որ ծնունդ եք գնում, ինչ եք անում։ Ասես պաղաբուր չեք նստում, չէ՞։ Մեզ մոտ էլ կա խմիչք այսօր։ Ինչ այլոց։ Գինի, այն ինչ որ սիրել է Թումանյանը, եւ կենացներ, ով կուզենա կենաց կասի, մի թաս բան կխմի, բա Թումանյանի տուն է եկել ծննդյան օրը, բայց չխմի, իհարկե, պետք է շնորհավորի։ Մեզ կընդունեք հյուրը։ Անշուշտ, ընդունել չընդունելու հարց չկա, այսօր դուք եք տերը։ Պիտի գաք, մտնեք, վայելեք, ուրախանաք, երգեք, այսինքն պիտի բաշխեք էլի ձեր ուրախությունը մյուսներին։ Որքանով է այսօր արդիական Թումանյանը եւ աճ զգում եք ընթերցողների մեջ, այցելուների մեջ, հետաքրքրվողների։ Արդիականության մասին շատ երկար կարող ենք խոսել, որովհետեւ ես պիտի ասեմ, իբրև գրական, այսինքն իբրև գրող արդիական է ու արդիական եւ դա շատ լավ է, բայց ցավալիորեն Թումանյանը արդիական է իբրև հրապարակագիր։ Շատ լավ կլիներ, որ այն հարցերը, որ իր, այսպես ասած, ժուրնալիստական կարիերայում կամ սխալ ասացի, անշուշտ ժուրնալիստական ժանրի մեջ, հրապարակագրության մեջ արծարծել է, այսօր արդեն հնացած լինեին։ Եվ մենք չասենք ոնց 100 տարի առաջ Թումանյանը անարդար դատավորների մասին է գրել, կամ չգիտեմ ինչերի մասին է գրել, խաչագողների եւ կոռուպցիայի մասին է գրել, բայց հա, այդ ոնց եղավ 100 տարի ոչ մի բան չի փոխվել։ Այ, չէ, իհարկե չէ, ցավոք սրտի չէ։ Այս կուզենայի շատ, որ այդ առումով իբրև հրապարակագիր Թումանյանը արդեն պատմություն եղած լիներ, անցած էտապ լիներ, բայց այդպես չի ցավալիորեն։ Մենք շատ բութ ենք, չենք, այո։ Շատ անկեղծ ասացիք։ Շատ անկեղծ։ Մենք ասելով մենք մեր հանրությունը այո, շնորհակալություն ձեզ, կոմպլիմենտի, հա։ Չի ուզում վերափոխվել։ Ուզում է վերափոխվել, որ ուզենար մենք այսօրին կլինենք, իհարկե չենք լինի։ Իսկ այսօր չեն ծնվում Թումանյաններ, ինչու ըստ ձեզ, որովհետև դեռ չի լուծվել Թումանյանի բարձրացրած հարցերը։ Գուցե դա մի քիչ աստվածային հարց է, այսինքն մենք արժանի ենք, որ մի հատ էլ Թումանյան ունենանք։ Հա, իհարկե։ Հա։ Հա։ Թումանյանը չգտնի։ Բա ինչու է դեպքում Թումանյանը մեզ չվերափոխեց։ Այսինքն մենք չփորձեցինք վերափոխվել, մենք անդադ, ասենք, կարդում ենք, շատ սիրում ենք, լավ բաներ ենք ասում, անգիր ենք սովորում, բայց մենք նույն մարդն ենք, էլի, հիմնականում, որպես կանոն, այս որ ասում եմ, անպայման չի, որ դուք ձեր վրա եք։ Չէ, կա, ես պատմեցի, մենք հասկանում ենք, այսինքն ես կոլեկտիվ ես, մտայնությունը նկատի ունեմ, էլի, հանրային կոլեկտիվ։
Իսկ այս ժամանակակից տեխնոլոգիաները, օրինակ, ինձ թվում է նրանք խանգարում են, գիրք ավելի քիչ են հիմա ընթերցում, իսկ նվիրելու մասին էլ կարծում եմ չեմ խոսում ընդհանրապես։ Գիտեք ինչ, ուրեմն եթե կա մի բանի առաջընթաց, դու չես կարող երբևէ կանգնեցնել, այսինքն տեխնոլոգիաները զարգանում են։ iPad են նվիրում, Թումանյան մեջ է, բայց iPad են նվիրում։ Թող նվիրեն, ինչ տարբերություն, այսինքն եթե կա նորարարություն, դու ինչի ես հետ վանում, ընդհակառակ այդ նորարարությունը քո նպատակների համար օգտագործի։ Եթե դու ուզում ես ընթերցանությունը, ընթերցասիրությունը կամ արթնացնել մարդկանց մեջ, նոր ձևերով արան, մեթոդդ փոխիր։ Այդ տեխնոլոգիայի կամ գիտության առաջընթացը այդ մեթոդների փոփոխության հարց է։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ հենց ինքը Թումանյանը այս նոր տեխնոլոգիաների առումով այնքան ուշադիր էր։ Մի բան, որ լինում էր Ճապոնիայից սկսած մինչև չգիտեմ որտեղ, ինքը վերցնում էր դա։ Դա լինի կենցաղի իր, որը կթեթևացնի կենցաղը կամ որևէ մի բան։ Հիմա տեսեք, օրինակ մեր թանգարանում պահվում է Թումանյանի ճապոնական արտադրության Օսակա քաղաքում արտադրված ջերակ, ձեռքերը տաքացնելու։ Մենք սովորենք, որպեսզի ձմռանը չմրսենք, ձեռնոց հագնում ենք, չէ՞։ Հիմա Թումանյանն էլ ձեռնոցներ վստահաբար ուներ, բայց նոր գյուտ կար, ձեռնոցին փոխարինող մի բան, եւ այդ մի բանը Թումանյանը ձեռք էր բերել։ Դրանք ջերակներ են, որ դնում ես գրպանիդ մեջ, ածուխով տաքացվող եւ ձեռքերը տաքանում են։ Նա սիրել է ամեն ինչ նոր է եղել եւ Այո, հիմա մենք ասում ենք եռաչափությունը, չէ, ինչպիսի նորարարական եռաչափ եւ արդեն մի քանի աչափ, եռաչ պլյուս, չէ, 4-աչափ, 7-աչափ, չգիտեմ ինչեր են կան։ Հիմա Թումանյանը իր տանը ունեցել էր ստերեոսկոպիկ սարք, որը պահվում է մեր թանգարանում, որի եւ հավաքածու բացիկների, նկարների։ Եթե դու այդ ստերեոսկոպիկ սարքի ոսպնյակներից նայում ես, սովորական հարթ պատկերը երևում է եռաչափ է դառնում։ 100 տարի առաջ Թումանյանը հաճույք էր ստանում եռաչափությունից։ Այնպես որ դա չի կարող խանգարել։ Անշուշտ չի կարող, գիտեք, պարզապես պիտի օգտագործես, դու ուղղակի նպատակ պիտի ունենաս։ Եթե ունես նպատակ, ուրեմն որևէ բան դու կարող ես ծառայեցնել այդ նպատակի հասնելու համար։ Մանավանդ եթե դա առաջընթացի մասին է, գիտական առաջընթացի։ Թումանյանի թանգարանում ինչ իրեր որ մնացել են, բոլորը պահպանվել են, թե մենք կորուստներ ունենք։ Թանգարան եղած ժամանակներից կորուստների մասին եք ասում, թե ընդհանրապես Թումանյանի ժամանակներից։ Մի քիչ բարդ հարց է, որովհետև մենք ունենք այն ինչ որ իր ընտանիքը բերել է։ Անշուշտ կան որոշ իրեր գիտենք, շատ քիչ իրերի մասին, որ եղել են, բայց հիմա չկան։ Ու նույնիսկ ինչ որ հետքեր կարող ենք ասել, թե Պետերբուրգում կարող ենք գտնել կամ, բայց հիմնականում կան, այսինքն այն ինչ որ ընտանիքը տվել է, դա կա, դա պահպանված է։ Իսկ թե ինչ է ունեցել, որ չի հասել, դա չեմ կարող ասել։ Այն որ Թումանյանը գրել է բոլոր տարիքների համար, կարծում եմ պարզ է բոլորից, չէ, եւ մեծերի եւ փոքրերի, բայց որ տարիքից երեխային ավելի ընտելացնենք գրքին, հա, որն է ամենաճիշտ տարիքը եւ հատկապես Թումանյանին, որովհետեւ բոլորը իր հեքիաթներից են սկսում։ Դե ընտելացման համար գիտությունը եւս այդ մասին արդեն խոսում է կամ ոչ արդեն վաղուց արդեն խոսում է, որ դեռ սաղմնային վիճակում պիտի սիրել տաս, այո, պատմես, կարդաս, խոսես, թանգարան բերես, փորիկով, այդ ամենը անշուշտ հետևանքներ, այսինքն արդյունքներ թողնում են։ Իսկ կարդալ միշտ չկա այնպեսի տարիք, որից առաջ չի կարելի կարդալ։ Չկա այդպեսի բան։ Երևի միակ բանն է, որ այսինքն ամեն տարիքի դու ինչ որ մի սննդատ տեսակ պիտի տաս երեխային, չէ՞, պիտի սովորեցնես իր համակարգը մարսողական, բայց հոգևոր սնունդի համար այդ սահմանափակումը չկա եւ ոչ էլ տարիքային սահմանափակումը։ Ժամկետներ չկան, անշուշտ չկան։ Հենց տառերը իմացավ, կարող է կարդալ։ Բայց միջև տառերը ներողություն, միջև տառեր, բա մաման, հայրիկը, տատիկ, պապիկը, դայակները ինչի համար են։ Դայակները ծեծում են։ Կա ստեղծագործություն ձեզ համար Թումանյանի, որ չկարդալը ուղղակի մեծ սխալ է եւ պետք է բոլորը կարդան։ Ես կարծում եմ, որ իր ամբողջ հիմա չեմ ինչ-որ ճորոմ բաներ ասում, որովհետև Թումանյանի թանգարան եմ ներկայացնում, բայց
շատ հետաքրքրական է Թումանյանը եւ իր ընդամենը 54 տարի ապրեց, չէ, բայց այդ ընթացքում շատ վաղ սկսեց նախ ստեղծագործել, ամեն ինչ պիտի կարդալ։ Ամեն ինչ կարդալ ու այստեղ խորհրդի բան չի, այսինքն ով ինչ կգտնի ավելի։ Իմիջիայլոց շատ մոտ է վաղ Թումանյանը, այսինքն 18, 19, 20 տարեկան, 22, 23 տարեկան Թումանյանը եւ հասուն 50, 52, 53 տարեկան Թումանյան, երբ որ քարյակներ էր գրում։ Իր թեմատիկ առումով ինքը շատ մոտ է իր երիտասարդ տարիներին, որովհետեւ աստվածային է, այսինքն իր զրույցները տիեզերքի հետ նույնն են։ Տիկին Թուխիկյան, մենք քիչ առաջ օրինակ խոսում ենք ամենաշատ վաճառվող եւ թարգմանված գրքերի մասին, այ օրինակ Թումանյանի ստեղծագործությունները քանի լեզվով են թարգմանված։ Գիտեք ինչ, Թումանյանի ստեղծագործությունները հիմա որ գաք թանգարան մեր էքսկուրսավարներն էլ կասեն ուրախությամբ, որ 40-ից ավել լեզուներով թարգմանված։ Այսինքն, հա որ թարգմանված են ինչ, թարգմանված են վատ հիմնականում, այո, վատ անհաջող թարգմանություններ են եւ այսօր աշխարհի շուկայում, թող ներեն ինձ շուկա բառի համար, աշխարհի գրախանութներում Թումանյան չկա, որովհետեւ Թումանյանը լավ չի թարգմանված, լավ չի թարգմանվում։ Հիմա թե ինչն է պատճառը, կարծում եմ պատճառը նպատակի չլինելն է, նպատակ չձևակերպելն է։ Սա մշակութային լուրջ հարց է, եթե դու ուզում ես դուրս գալ ասպարեզ, պիտի խոսես այն լեզվով, ինչով որ աշխարհը խոսում է։ Իսկ աշխարհը խոսում է անգլերեն։ Աշխարհը խոսում է անգլերեն, արաբերեն, իսպաներեն, տարբեր լեզուներով խոսում։ Ռուսերեն, բարձր։ Բայց մենք պիտի թարգմանենք, ոչ միայն Թումանյանի մասին է խոսքը, որովհետև այսօր եթե համաշխարհային գրականության մեջ հանրածանոթ որևէ մի հայ չկա, ոնց որ թե։ Այսինքն գուցե ազգությամբ հայ, Սարոյան, Ազնավուր, բայց ոչ հայաստանյան, ոչ հայա լեզու։ Սա շատ լուրջ հարց է եւ կարծում եմ սա պետական նպատակ պիտի լինի, ստեղծել դպրոց թարգմանչական եւ տալ պատվեր, անպայման պատվերը պիտի լինի։ Սա թանգարանի ուժերից վեր գործ է։ Դե եթե պետական պատվերին սպասենք, ինձ թվում է շատ երկար կտևի այդ ամենը։ Ուղղակի գուցե Թումանյանն է այնքան հզոր գրում, որ նրա այդ բառապաշարը, այդ լորվա բարբարին մոտ գրությունները մի քիչ դժվար է ճիշտ տեղ հասցնել եւ վերարտադրել։ Հա, այս փաստարկը միշտ բերվում է նաեւ, որ այդ լորու համեմունքը թարգմանելու չի մնա։ Թարգմանելու չի մնա, բայց թարգմանչի հմտությունը եւ տաղանդը հենց այնտեղ պիտի լինի, որ ինքը ճապոներենում համարժեք համեմունքը գտնի։ Ճապոներենում կամ ինչերեն որ թարգմանում է։ Այդ համարժեք մի քանի անգլիացի բերենք լորի ու մի քանի տարի ապրեն։ Սովորեն անգլերենով լավ։ Ավելի ճիշտ կլինի, մենք սփյուռք ունենք ներողություն եւ այդ սփյուռքը, որ շատ լավ տիրապետում է տեղի լոկալ նյուանսներին լեզվական, ոչ թե դասական, մենք այստեղ հրաշալի անգլերեն կամ օտար լեզուներ իմացողներ գիտենք, բայց դա շատ քիչ է։ Հետո մի ուրիշ բան էլ հավանաբար կա, չէ՞ որ Թումանյանն նաև հզոր թարգմանիչ էր, ընդ որում միջնորդավորված թարգմանում էր, այսինքն ռուսերենի միջոցով թարգմանում էր, բայց ինքը հանճար էր եւ երևի այս բանն էլ կա, իր թարգմանչական հզորության սարսուռը երևի զգում են կամ ներկայությունը Թումանյանի թարգմանիչները եւ մի քիչ բան էլ։ Սա դպրոցի հարց է, պիտի կրթել, ուղարկել աշխարհում եք սովորելու, պիտի աճեցնել այն թարգմանչական համքարությունը, այսպես ասած, որը կստանձնի եւ ոչ միայն Թումանյան։ Ու մենք կտեսնենք, որ համաշխարհային գրականության մեծերի կողքին կանգնելու շատ հեղինակներ ունենք։ Իդեպ դպրոցական ծրագրի մասին ինչ կասեք, ձեզ գոհացնում է այն ինչպես է մատուցվում այսօր Թումանյանը երեխաներին։ Կամ չափը։ Քիչ չէ ասել։ Դե քիչի մասին չի ասել, որտեղ գրեթե ամեն դասարանում ինչ որ բան։ Բայց գիտեք 21-րդ դարն ենք եւ մենք անշուշտ պիտի վերանայենք, թե ինչ ենք տալիս եւ ոչ միայն ինչ ենք տալիս կամ որ ստեղծագործություններն ենք ուսանում
Այլև թե ոնց ենք դա անում։ Այս մեր կրթական մեթոդը շատ տկար Եվ հին մեթոդ է։ Եվ հին, անհետաքրքիր, այս ինֆորմացիայի դարում շատ անհամ մեթոդ է։ Բրավո։ Եվ գիտեք ինչ, Թումանյանը ախր մեթոդ ունի մշակած, Կոմիտասը ունի մեթոդ մշակած, եւ ընդ որում այս երկուսի մեթոդները նույնական են, իրենք իրարից անկախ, բայց նույն տեսլականը ունեցել են կրթության հարցում։ Այ մի հատ կարդացեք, եղբայր, վերցրեք, սովորեք։ Ո՞րն են այդ մեթոդները, Տիկին Թուխիկյան։ Չպարտադրված ուսուցումը։ Հիմա կարող է մի քիչ լավ չհասկացվի, բայց այն բռնապետությունը, որ կա ընդհանրապես կրթական համակարգում, չէ։ Այո, պիտի վաղը 4 տողը անգիր անես։ Որ 5 ստանաս, կարևոր չի դու հասկանում ես, չես հասկանում, դու պիտի անգիր սերտես, այս սերտողական։ Ուրեմն այստեղ մտածելու հարցը առաջ պիտի բերվի։ Մեթոդը մանավանդ փուճուրների հետ, խաղերի միջոցով, զվարճանքի միջոցով, դասը պիտի հաճույք լինի, ոչ թե մի հատ բեր ճիտին պարտք, որը երբ պիտի ժամը լռանա զանգը տայես, դասատուն գնաս սենյակից, ես գնամ բուֆետ, ֆուտբոլ խաղամ, ես անում եմ, հաճույք պիտի լինի, որ դու վազելով գնաս, որ դու ուզենաս ստեղծարարություն պիտի լինի, այս չկա ոչ մի ստեղծարարություն, ոչ մի բան չի քաջալերվում, գիտեք, նախաձեռնողականություն, ոչ մի նոր գա, այն ինչ որ գրված է, քո բառերով չասես հանկարծ, մեր դպրոցներում հաճախ լսում ենք, քո բառերով պետք չի վերլուծած է արդեն, չէ՞։ Այո, անգիր սերտես, այսինքն դառնում ես մի հատ տուփ կաղապարի։ Ես որ սովորում եմ, տենց չէր։ Մեր ժամանակ այդպես էր եւ ես նույնիսկ վիճել եմ ուսուցիչ, ասեմ, բայց չէ՞ որ ես այսպես եմ ընկալել այս ստեղծագործությունը, ասել չգիտես։ Բակում այսպես է ասում։ Այո, գիտեք ինչ, կախված է շատ բան ուսուցչից։ Մենք հրաշալի մանկավարժներ ունենք, իհարկե, որ այդ ազատությունը տալիս են։ Բայց համակարգը ազատ համակարգ չի։ Ազատ չի, էլի, պիտի բացել համակարգը։ Լավ, դուք ինքներդ ասացիք, որ 21-րդ դարն է, հա, մենք ապրում ենք 21-րդ դարում, թվայնացված է ասեք Թումանյանը, այդ մեթոդը մատչելի է։ Մարդը կարող է, չգիտեմ, կոմպյուտերով, հեռախոսով, iPad-ով, ինչ-որ մի կերպ, տենց կարդալ։ Կարդալու իր ստեղծագործությունը, հա, ստեղծագործությունները շատ են, ստեղծագործություն հայթայթելու կամ գտնելու խնդիր բնավ չկա։ Այստեղ խնդիրը նաև ոնց սիրել տաս, ոնց ուզել տաս, որ այդ երեխան կամ պատանին կամ չգիտեմ մեծահասակ վերցնի ու հասկանա, ոչ միայն կարդա, այլև հասկանա ինչ է կարդում։ Ու երբ որ դու հասկանում ես, մի բան մեջդ փոխվում է, չէ։ Որ չես հասկանում, ոչ մի բան չի փոխվում։ Դու նույն այսօր կսովորես 2 ամիս հետո դա կմոռանաս։ Որտեվ դա ավելորդ ծանրաբեռնվածություն է քո ուղեղի համար։ Շատ շնորհակալ ենք անկեղծ զրույցի համար եւ ես մեկ անգամ շնորհավորում ենք, որովհետեւ այս տոնը ինձ թվում է բոլորիս համար, այդ մեր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է, հիշեցնեմ մեր հյուրն է Թանգարան Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ձեր գործը թող լինի շարունակական եւ ինչպես ասում էր մեր մեծն բանաստեղծը, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար երնեք նրան, ով իր գործով կապրի անverջ, անդադար շնորհակալ ենք։ Կարելի է արդեն ասել կողքից գործն է անում, լավ իմացեք։ Շնորհակալություն։ Չմոռանաք այցելել թանգարան, ինչպես նաև գրքեր նվիրել։ Գնացինք գովաստ։ Ամպիտակից ջուր է գալիս, դոշ է տալիս փրփրում։ Տեսնենք, թե ինչ եղանակ է Նորան այսօր խոստանում։ Բարի լույս Նորա։ Բարի առավոտ։ Թումանյանական քեզ այսօր դիմեցինք, ինչ եղանակ է մեզ այսօր սպասվում եւ արդյոք այն նույն տրամադրությունն է, որ այդ տոնը բերել է այսօր մեզ համար Թումանյանը։ Դե Երևանում առանց ստեղումների եղանակ կդիտվի, իսկ մի շարք մարզերում արդեն անձրև է կանխատեսվում, կարծում եմ անձրևն էլ չի խանգարի, կարելի է տանը նստել մեկ բաժակ թեյով գիրք կարդալ եւ անձրևով հիանալ, այո։ Գոնե դսեղում անձրև չլինի, լավ այսօր։ Նորա ջան, իսկ կարող ես եղանակի տեսությունը ռիֆմայով ասել այսօր։ Մյուս անգամ կպարապեմ նախորդ։ Լսում ենք քեզ։ Լավ Նորա ջան, շնորհակալություն։
Այսօր հանրապետության տարածքը կգտնվի հյուսիսարևելյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում հնարավոր են կարճատև տեղումներ եւ օդի ջերմաստիճանի անկում 8-ից 10 աստիճանով։ Մնացած շրջաններում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Արցախում կարճատև տեղումների հավանականություն կա։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 2, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես հնարավոր են կարճատև տեղումներ։ Մեղրիում գիշերը կգրանցվի 5, ցերեկը 11, Կապանում գիշերը 2, ցերեկը 13, Գորիսում գիշերը 2, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում օրն առանց տեղումների կլինի։ Ջերմուկում գիշերը կդիտվի 4 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 5 աստիճան տաքություն։ Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է 3, ցերեկը 13 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում տեղումներ նույնպես չեն կանխատեսվում։ Ցերեկային ժամերին այստեղ ամենուրեք կդիտվի 4 աստիճան տաքություն, իսկ գիշերը Մարտունիում կգրանցվի 5, Գավառում 8, Սևանում դարձել 5 աստիճան ցուրտ։ Տեղումները կշրջանցեն նաև Կոտայքի մարզը։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 6 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 7 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում կանխատեսվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։ Արարատի մարզում գիշերային ժամերին ամենուրեք կդիտվի 0, իսկ ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում ցերեկային ժամերին կդիտվի 14 աստիճան տաքություն, իսկ գիշերը Արմավիր քաղաքում սպասվում է 0, Վաղարշապատում մինչև 1 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում օրը նույնպես առանց տեղումների կլինի։ Աշտարակ քաղաքում գիշերը կգրանցվի 2, ցերեկը 11 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը նույնքան աստիճան տաքություն։ Տավուշի մարզում կտրուկ կցրտի, այստեղ հնարավոր են կարճատև տեղումներ։ Իջևանում գիշերը սպասվում է 5, ցերեկը 10 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 1, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Ջերմաստիճանի նվազում կդիտվի նաև Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 1 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը 3 աստիճան ցրտից, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում կանխատեսվում է առանց տեղումների օր։ Գյումրիում գիշերը սպասվում է 6 աստիճան ցուրտ, ցերեկը 8 աստիճան տաքություն, Աշոցքում գիշերը 8 աստիճան ցրտից, ցերեկը 2 աստիճան տաքություն։ Այսօր տեղումները կշրջանցեն նաև մայրաքաղաքը։ Քամին արևմտյան է 5-ից 10 մետր վարկյան արագությամբ։ Մթնոլորտային ճնշումը 671 մմ սնդիկի սյուն։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 60%։ Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կդիտվի 0, ցերեկը 12 աստիճան տաքություն, Ավանում գիշերը նույնպես 0, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն։ Օրվա եղանակի մասին այսքան է հավելեմ, որ վաղը շրջանների մեծ մասում եւ Կիրակի արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ փետրվարի 22-ից 23-ը արդեն կդիտվի առանց տեղումների եղանակ։ Շնորհակալություն Նորա, քեզ նույնպես մաղթում ենք լավ օր, առանց տեղումների, հատկապես որ մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում մենք շարունակենք եւ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին, մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ զեղչային ակցիաները շարունակվում են։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամմա, ոսկրերի խտության ստուգում։ Իսկ ողնաշարային դիագնոստիկան, վահանաձև գեղձի եւ ճիչ վակրության հետազոտությունը կատարվում են անվճար։ Դելտա Կլինիկ զանգարեք 500-560 եւ օգտվեք բուժվելու մատչելի հնարավորությունից։ Եթերը շարունակում է օրվա դեղատոմսը, մեր սիրելի Եղրջիկայի հետ գնացինք։ Բարի լույս, դուք շարունակում եք հետևել մեզ, իսկ մենք ձեզ ներկայացնել առողջության այսօրվա չափաբաժինը։ Այս անգամ Աննա Մարգարյանի հետ խոսելու ենք երիկամաքարային հիվանդությունների մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որոնք են երիկամաքարային հիվանդությունները։ Նախ եւ առաջ բացենք ինչ բան է երիկամային քարը։ Երիկամային քարը դա նյութափոխանակության արգասիկ է, որը կա երիկամում եւ կուտակվելով առաջանում է կարծր ինչ-որ նյութ, որը իրենից ներկայացնում է մանր ավազահատիկ կամ քար։ Քարերը կարող են առաջանալ ինչպես երիկամներում, այնպես էլ միզուղիներում։ Երբեմն քարը առաջանում է երիկամում, այնուհետև իջնում է միզուղիներ։
Ինչը պատճառ կարող է դառնալ, որ այդ նյութերը կարծրանան ու վերածվեն ավազի կամ քարի։ Հիմնականում նյութափոխանակության խանգարումները, կալցիումական եւ ֆոսֆորական աղերի ավելցուկը։ Նշեմ, որ գիրությունը, բացի դրանից քիչ հեղուկի օգտագործումը, հատկապես շոգ կլիմայական պայմաններում, D վիտամինի ավելցուկ քանակը, ինչպես նաեւ C վիտամինի ավելցուկ քանակը կարող են բերել երիկամներում քարի առաջացմանը։ Մեծ դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, գենետիկ ֆակտորը։ Իսկ մենք կարող ենք գլխի ընկնել, որ մեզ մոտ կա երիկամաքարային հիվանդություն։ Ուրեմն կա ցավ կամ չգիտեմ ինչ որ նշաններ։ Ասեմ, որ երիկամաքարային հիվանդությունը կարող է երկու վիճակում լինել։ Նախ կարող է քարը լինել երիկամում, որը այդպես էլ մնա եւ ոչ մի գանգատ տվյալ հիվանդը չնշի, տվյալ պացիենտը ոչ մի գանգատ չնշի։ Իմенно սոնոգրաֆիկ եղանակով հայտնաբերվի, որ ինքը ունի քար կամ փոքր ավազը հատիկ։ Սա միտք տարբերակն է միզաքարային հիվանդության։ Երկրորդ տարբերակը, երբ որ ատկա է քարը երիկամում եւ ինչ-ինչ պատճառներով նա դուրս է եկել միզածորան։ Եթե այդ քարը մի քիչ մեծ չափսերի է, ապա նա այնինից ներկայացնում է մեխանիկական արգելք մեզի ախտահոսքի։ Տեղի ունենում մեզի ախտահոսքի խանգարում, միզուղիների պատերի բորբոքում։ Երբ որ քարը դուրս է գալի միզածորան, այդ դեպքում գործ ունենք երիկամային խիթի հետ, ժողովրդական լեզվով ասած պրիստոպի երիկամային։ Առաջ են գալիս սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում, ցավեր գոտկային հատվածներում, որոնք կարող են ճանապարհել դեպի աճուկային հատված եւ սեռական օրգանների շրջանում։ Այդ դեպքում կարող է առաջանալ արյունամիզություն, մեզը կարող է լինել պղտոց, սուր հոտով, բացի դրանից կարող են լինել նաև մռմռոցի եւ այրոցի զգացողություն միզելու ժամանակ։ Ինչ է պետք այդ ժամանակ անել։ Այդ ժամանակ նախ եւ առաջ, եթե կան գանգատներ, առաջին հերթին պետք չէ զբաղվել ինքնաբուժումով, որովհետեւ խիթերը լինում են տարբեր եւ այդ պահին ինչքան էլ դու վստահ լինես, որ դա երիկամային խիթ է, նախ եւ առաջ պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտությունը, ամենից առաջ։ Եթե ատկա է, եթե սոնոգրաֆիկ հաստատվել է, որ այդտեղ երիկամաքարային հիվանդություն կա, դիմում է համապատասխան մասնագետի, որից հետո նա նշանակում է համապատասխան բուժում, այդտեղ տակն է նպատակային, տակ վաննաներ են իրենք նստում, շաղ քարեր։ Իսկ սննդակարգ կա հատուկ, որ պետք է հետևել։ Նշեմ, որ ուրեմն գիպոդինամիան, այսինքն սակավաշարժությունը, ինչպես նաև կենթանական բնույթի սնունդ ընդունումը, դա կլինի ձկնեղենը, դա կլինի մսեղենը, դրանք բոլորը նպաստում են մեծ քանակությամբ կալցիումական աղեր են պարունակում, հանքային ջրերը, որոնք նպաստում են այդ քարերի առաջացմանը եւ ատկա քարերի մեծացմանը։ Այդ դեպքում նպատակային է քչացնել դա կենթանական բնույթ ունեցող սննդամթերքը եւ դրան փոխարեն սպիտակուցների պակաս քանակը, քանի որ գիտենք մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակվում մսեղենի մեջ, այդ պակասը լրացնեն ընկուզեղենի եւ կանաչեղենի, ինչպես նաեւ բուսական բանջարեղենի միջոցով։ Իսկ բուժման եղանակները որոնք են արդյոք միայն վիրահատական միջոցով կարող են քարեր հեռացնել։ Եվ եթե երիկամներում է ու մեզ չի խանգարում, պետք է անտեսել։ Կախված այդ քարը որտեղ է եւ տվյալ պահին ինքը ինչ վտանգ է ներկայացնում, որովհետեւ նշեմ, որ քարերը կարող են բերել երիկամների երկրորդային բորբոքման առաջացմանը։ Եթե այդ քարը գտնվում է միզածոնանում եւ բավականին մեծ է եւ նրա իջնելու հավանականությունը դեպի միզապատկ շատ քիչ է, բնականաբար կատարվում է լիտոտրիպսիա։ Ավելի փոքր քարերի դեպքում կատարվում է դեղորայքային միջամտություն, անոթալայնիչներ են նշանակվում։ Շնորհակալություն։ Հետևեք ձեր առողջությանը նաև մեր ժողովրդական տեղատոմսերով, որոնց կարող եք միանալ քիչ անց։ Բազմած լուսնի նուրբ շողերին, հովիտ հևին թռչելով, փերիները Սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Գովազդն է շարունակում մեր եթերը, հարգելիներս։
Լուչում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ավստրիացի եւ ամերիկացի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ եթե նախկինում տղամարդն իր կնոջ դերում ուզում էր տեսնել երիտասարդ ու գրավիչ էակի, ապա այսօր ավելի կարևորում է նրա ինտելեկտը։ Սա շատ լավ նորություն են հայտնաբերել գիտնականները։ Իսկ գեղեցկությունը հաշվի առնվում միայն կարճատև հարաբերությունների դեպքում։ Ահա, իսկ վերլուծաբանները ստեղծված պատկերը բացատրում են սեռերի հավասարության համար բնկվող պայքարով։ Իդեպ վերջերս շատ են կանայքսել պայքարել այդ սեռերի հավասարության համար, բայց եթե հավասար, ուրեմն ամենտեղ հավասար, Անահիտ ջան, օրինակ ինչի գաջ քսելու հավասարության պայքար չի մղվում կամ դաշնամուր 9-րդ հարկ անելու հավասարության պայքար չի մղվում։ Դե դու դա տղամարդկանց գործն ես ասում, ուրեմն դուք էլ պիտի տանը պատրաստեք, փոշեկուլ անեք, փոշի սրբեք։ Համաձայն ես այդ հավասարությանը։ Վերջ պայմանավորվեցինք։ Դրա հետևանքում դարեր շարունակ ձևավորված կին-տղամարդ հարաբերությունները մեծ փոփոխությունների են ենթարկվել։ Եթե նախկինում կանայք տղամարդուց սպասում էին լիակատար նյութական ապահովում, իսկ իրենք ստանձնում էին տնային տնտեսության եւ երեխաների դաստիարակության գործը, ապա հիմա շատ կանայք վաստակում են իրենց ամուսիններից ոչ պակաս եւ շատերը ֆինանսապես ավելի անկախ են, քան կուզենային տղամարդիկ։ Բայց լեզուն տենց է երկարում, էլ կինը պետք է տեղը իմանա, իսկ տեղը խոհանոցն է։ Կարեն, դա ձեզ դուր չի գալիս, բայց իրական ձեզնից է եկել։ Եթե տղամարդիկ միշտ էլ լինեին այդ ապահովող կողմից, թվում է կինը չէր գնա դրան։ Հասկացա՞ք։ Իսկ թե որքանով է ժամանակակից կնոջ կամ տղամարդու ինտելեկտը պայմանավորված ընթերցանությամբ եւ ինչ են այսօր կարդում ամուսինները իրարից հանգստանալու ժամերին, կիմանանք ընթերցանության թեմային նվիրված այսօրվա կին տղամարդ էջի օգնությամբ։ Դիտենք։ Ասում են գիրք կարդալը նորաձև է ու այս լոզունգով պաստառները, գովազդներն ու այգիներում գիրք կարդացող աղջիկները շատացել են։ Ժամանակին մտածողներից մեկն ասել է՝ հիշեք այն, ինչ դուք ձեզնից ներկայացնում եք, մեծապես որոշվում է նրանով, թե դուք ինչ եք կարդում։ Ով է ավելի շատ գիրք կարդում եւ ով ինչի համար է գիրքը վերցնում իր ձեռքը։ Ինչ գիրք են կարդում որպես կանոն կանայք եւ որ գրքի վրա ժամանակ ու գումար չեն խնայի տղամարդիկ։ Գիրք կարդացել են, գիրք կարդում են ու կկարդան, տպագիր, օնլայն թե պատճենահանված։ Ասում են մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է։ Էական չի, թե դու որքան ես կարդում, էական է, թե դու ինչ ես վերցնում այդ ամեն ինչ։ Ու այդ տեսանկյունից հիմա խնդիր գոյություն ունի։ Հիմա շատ են կարդում, բայց քիչ են վերցնում։ Ժամանակին ճիշտ հակառակ պատկերներ, հաշվի առնելով այն, որ քիչ էր գրականությունը, սահմանները էին փակ, արտասահմանյան գրականության հետ շատ քիչ էր առնչությունը եւ այլն, այն քիչ քանակությունը, որ վերցնում էին, փորձում էին առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Հիմա այդ առատությունը երբեմն խանգարում է։ Սոցիոլոգները պարզել են ամենից հաճախ գիրք գնում են 45 տարեկանից բարձր մարդիկ, ավելին, նրանք համարվում են ամենավորակյալ ու պահանջկոտ ընթերցողները, կին թե տղամարդ։ Իմ կարծիքով միջին սերունդը 40-50 տարեկանները, որոնք ժամանակ ունեցել են թերթելու այն ամբողջ պաշարը ինչ որ կա, գոնե թերթելու, եթե ոչ ընթերցելու, ու հիմա շատ խիստ ընտրություն են կատարում իրենք։ Իսկ ովքեր են ավելի շատ կարդում, պատկերն ավելի օբյեկտիվ ստանալու համար մեր համաքաղաքացիներին դիմեցինք այլ հարցով, որն է վերջին գիրքը, որ կարդացել եք։ Թող մարդիկ բանը կարդան, Էդգար Ալան Պոյի Ռեյվենը թող կարդան։ Ալեքսանդր Հյուգո թող կարդան, Վերջի գիրքը, որ կարդացել եմ, Հերման Ջոդերմանի Հոգսն ա եղել։ Որ ես գիրքը կարդում եմ,
Հանգստանում եմ։ Ինչ կա այսօր գրականություն իմ կարծիքով, դա ես չեմ բացարձակ ճշմարտություն չեմ արտահայտում։ Յուրաքանչյուր գիրք իր ազդեցությունը անպայման թողել է։ Այնպես որ կարդում են եւ տղաները, եւ տղամարդիկ, եւ աղջիկները, եւ կանայք։ Մեր դիտարկումը հստակեցնելու համար հիմա հերթը կարդացողների հետ ավելի շատ ու ավելի հաճախ հանդիպողների գրադարանավարների անձնական վերլուծությանն է։ Մեծամասնություն չի կազմում տղամարդկանց խավը գրադարանում, հիմնականում կանայք են եւ մեր ընթերցողների 70% ուսանողներ են, բնականաբար կան տղաներ, որ կարդում են։ Գիտեք, օրինակ հիմա որքան էլ զարմանալի է, մանավանդ երիտասարդության շրջանում, ես նկատում եմ, որ աղջիկները շատ ավելի ընթերցասեր են, քան տղամարդիկ։ Օրինակ երբեմն հանդիպումներ են լինում կամ քննարկումներ են լինում, միանգամից աչքի է զարնում, որ լսարանը ավելի շատ հագեցած է կանանցով, քան տղամարդկանցով։ Բայց նաեւ շատ թոշակառուներ ունենք, ծառայողներ ունենք։ Իհարկե թոշակառուներին արդեն մեր պապիկներին մենք շատ մեծ տարիքով պապիկներ ունենք, որոնք որ տղամարդկանց դասին են պատկանում, իհարկե 91 տարեկան, 90 տարեկան, 80 տարեկան պապիկ ընթերցողներ ունենք, ու գեղարվեստական գրականություն են շատ կարդում, նրանց էլ ավելի շատ ձգում են հին գրականությունը, պատերազմի թեմայի վերաբերյալ, մեր ասենք լավ զորավարների վերաբերյալ գրականությունը, նրանք դա են կարդում։ Սա Երևանի Իսահակյանի անվան քաղաքային գրադարանն է։ Այստեղ ընթերցողների պակաս չկա, սակայն կա տարիքային ու սեռային տարբերություն։ Մեր նկարահանման պահին տղա ընթերցողները զգալի քիչ էին։ Ինչ են կարդում, ինչ են պատվիրում, ինչ են նախընտրում։ Սկսենք կանանցից։ Կին ընթերցող։ Կանայք շատ ավելի ռոմանտիկ երևույթներ են եւ ավելի հակված են պոեզիա գալելու, ավելի շատ են պոեզիա ընթերցում, քան տղամարդիկ։ Մեծ պահանջարկ ունի Բարբարա Դի Անջելիսի «Գաղտնիքներ տղամարդկանց մասին» գիրքը, որ բոլոր կանայք, չգիտես ինչու, ձգտում են այս գրքով բացահայտել տղամարդկանց։ Պաուլո Կոելյոն, Մարկեսը, Էմիլ Զոլային շատ կարդում։ Սիրով կարդում են Պոլ Էքմանի «Ուզնայ լժեցա, իմացիր ստախոսին»։ Կանայք նորից շարունակում են, այսպես ասեմ, փոքրիկ իշխանի եւ ճայի պատմության արանքում դեգերել։ Ռոմանտիզմը այստեղ հաստատ ավելի գերիշխող է, նրանց բավականին հետաքրում է օրինակ հատկապես ընտանեկան խնդիրներին վերաբերող գրականություն, սիրային պատմություններ, սիրավեպեր եւ այլն։ Իդեպ կյանքի ընթացքում կանանց կարդացած գրքերը որպես կանոն քանակապես անհամեմատ ավելի շատ են։ Կարդում են ինչ այդ պահին հայտնվի ձեռքի տակ, կարդա ընկերուհին կամ տեսնի, որ կարդում է տրանսպորտում նստած անծանոթը։ Տղամարդ ընթերցող։ Տղամարդկանց մոտ ամեն ինչ այլ է։ Նրանք գիտեն ինչ են ուզում կարդալ եւ ամենակարևորը գիտեն ինչու են ուզում դա կարդալ։ Նրանց մեծամասնությունը մասնագիտական գրականություն է նախընտրում, որովհետև հիմա գիտեք, ժամանակը այնպիսին է, որ պահանջում է, որպեսզի լավ մասնագետներ լինեն ու մասնագիտական գրականություն են վերցնում հիմնականում։ Այնտեղ բանկային գործ, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, ինչու ոչ, հոգեբանություն, նաև այդպես։ Պահանջարկ ունի Ստիվ Ջոբսը։ Եվ հիանում եմ, եւ հպարտանում մեր այսօրվա երիտասարդությամբ, սիրով կարդում են, մեծ պահանջարկ ունի։ Տղամարդիկ շատ ավելի հակված են ընկալելու գեղարվեստական կողմը, ստեղծագործության, կանայք շատ ավելի փիլիսոփայորեն են այդ ամեն ինչին վերաբերում։ Նրանց համար առաջնայինը իմաստը, ներքին այսպես խնդիրները, այն մեսիջները, որ տվյալ ստեղծագործությունը տալիս է, այսպես ասած կանայք փորփրող են, տղամարդիկ չի ասի թե մակերեսորեն են վերաբերում այդ ամեն ինչին, բայց ընկալում են որպես մաքուր գեղարվեստ։ Շրջայցը գրադարանում ամբողջացրեց պատկերը։ Արտասահմանյան գրականություն եմ սիրում ավելի շատ, ու ընթերցում եմ ավելի շատ արտասահմանյան գրականություն։ Օսկար Ուայլդ։ Քաղաքացիական իրավունք։ Մասնագիտական գրականություն։ Մասնագիտական։ Գեղարվեստական ու պատմական գրքեր հիմնականում։ Մոպասանի ճարպագունդը եւ սիրելի բարեկամը։ Իսկ հիմա ինչ գիրք պատրաստում դարձել։ Երկարացնում եմ Ջոն Գրին աստղերն են մեղավոր։ Նախընտրում եմ արտասահմանյան գրականություն։ Ներկա պահին ցանկանում եմ վերցնել տիկնիկը Բոլեսլավ Պրուսի այդպես։ Այսպես Հայաստանում է, իսկ հիմա մի փոքր աշխարհից։ Մինչ օրս վաճառքի ու տպագրության առումով առաջատար է Աստվածաշունչը։ Երկրորդը Մաո Ցեդունի աֆորիզմների գիրքն է։ Google-ը հաշվել է աշխարհի գրադարաններում պահպանվող երբևէ տպագրված գրքերի քանակը՝ 129 միլիոն 864 հազար 880։
Լավագույն ընթերցողները հնդիկներն են։ Նրանք շաբաթական 10 ժամ նվիրում են գրքին, իսկ եվրոպացիները ընդամենը 5 ժամ։ Հայերիս դեպքում լինում է, որ շաբաթներով չենք էլ կարդում։ Իդեպ ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության ամեն օր 30 էջ կարդալու դեպքում բարձրանում է մարդկանց մտավոր ակտիվությունը։ Բացի այդ, նրանք պարզել են նաև, որ լավ պատմություններն օգնում են, որ մարդն ավելի լավը դառնա։ Մարդկային երևակայությունը զարգացնելու տեսանկյունից մշակույթը շատ կարևոր բան է։ Իսկ երևակայությունը մեզ շատ անհրաժեշտ երևույթ է ճիշտ ապրելու համար, կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար։ Ի վերջո, այն ամենը, ինչ ստեղծվում է, սկսած սովորական կենցաղային առարկայից ու վերջացած գրականությունից, դրանք ստեղծվում են մարդու կյանքը լիարժեք դարձնելու համար։ Գրականությունը վաղուց ապացուցել է, որ ինքը մարդկային հոգևոր եւ նյութական կյանքը գունազարդում է, արժևորում է, հագեցնում է, իմաստ է հաղորդում այդ ամեն ինչին։ Եվ նեն մարդիկ, ովքեր ուզում են իմաստավորված կյանք ապրել, նրանք չեն կարող իրենց պատկերացնել գրականությունից հեռու։ Այնպես, որ ընթերցանությունն ուղեղի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունները, մարմնի, եւ սա չափազանցություն չէ, բայց անգամ այս դեպքում չափազանցությունը կարող է վատ ելքեր ունենալ։ Վառ օրինակը Ստիվեն Բլումբերգն է, ամերիկացի գրքակլեպտոման, ում հաջողվել է առևանգել ավելի քան 23000 գիրք 268 գրադարանից, անցնելով վերելակի լարերի, օդափոխիչ համակարգի եւ էլ ինչի միջով ասես։ Արդյունքում նրա գրադարանն այժմ գնահատվում է $20 միլիոն։ Նրա օրինակին հետևել խորհուրդ չենք տա։ Չմոռանանք, մեր օրերում գրքի գողնել է գող։ Ասում են, բավական խելացի լինելու համար բավական է ընդամենը 10 գիրք կարդալը, սակայն այդ 10 գիրքը գտնելու համար պետք է կարդալ հազարավորները։ Կարդալով հեղինակների, որոնք լավ են գրում, մենք շատ բան ենք սովորում, բայց ամենակարևորը սովորում ենք լավ խոսել։ Չմոռանանք նրանք, ովքեր գիրք են կարդում, միշտ կղեկավարեն նրանց, ովքեր հեռուստացույց են նայում։ Դե ինչ շատ կարդացեք, որովհետև գիրքը միայն օգուտ է տալիս եւ ոչ վնաս։ Հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին, մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ զեղչային ակցիաները շարունակվում են։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամմա, ոսկրերի խտության ստուգում։ Իսկ ողնաշարային դիագնոստիկան, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտությունը կատարվում է անվճար։ Դելտա Կլինիկ զանգարեք 500-560 եւ օգտվեք բուժվելու մատչելի հնարավորությունից։ Այս պահին եթերը շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական խորհուրդներով։ Դուք շարունակում եք հետևել մեզ, իսկ մենք մեր աչքի տակ ենք պահում ձեր առողջությունը։ Այս անգամ ժողովրդական դեղատոմսերով կփորձենք շատ արագ վերացնել ձեր ողնաշարի ցավը։ Մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Ինչ մեթոդներ կան արագ ողնաշարային ցավը վերացնելու համար կամ մեջքի ցավը։ Եթե այդ ցավը իհարկե տարիների ընթացքում քաշի ավերծուկից կամ սկոլիոզ է այնտեղ կամ խնդիր առաջացել է վնասվածքի հետ եւ կա ողնաշարի ցավ, եթե մենք ուզում ենք ազատ ձերբազատվել այդ ցավից, շատ հրաշալի բուժման եղանակ կա, որը ժողովրդական բժշկությունը առաջարկում է եւ ոչ միայն ժողովրդական բժշկությունը, այլ բժիշկները նույնպես, ինչպես բոլորս գիտենք, որ երբ ողերը նստում են իրար վրա, ողնաշարի, մեջտեղից դուրս եկող ներվը սկսում է բորբոքվել եւ այդ ներվի բորբոքումից, եթե վերևի հատվածում է ձեռքերին է տալիս, եթե ներքևի հատվածում է ոտքերին է տալիս, կամ ոտքերը թմրում են, ձեռքերը թմրում են, կամ սարսափելի ցավ է առաջանում, դա իհարկե հենց ներվի բորբոքումից է եւ դա կարելի է վերացնել շատ հեշտ, շատ հանգիստ, ինչպես պետք է ուղղակի խաբել ցավին, ինչպես
Պարկում ենք փորի վրա եւ ողնաշարի այն շրջանում, որտեղ ցավն է, մերսման ձևով մենք վերցնում ենք սառույց, որը նախապես պատրաստել ենք, իսկ իհարկե մի քիչ պետք է մեծ լինի եւ 5 րոպե անընդհատ այդ սառույցը մենք քսում ենք այդ հատվածում եւ ընդ որում պետք է քսել փոքր ինչ մեծ տարածք, եթե ցավը ընդհանրապես 10 սանտիմետրի այդ չափով է դիամետրով, ապա մենք ավելի մի քիչ շատ եւ արյան շրջանառությունը լավացնելով մենք այնտեղ կարմրություն ենք առաջացնում, որպեսզի նաև արյան շրջանառությունը լավանա։ Այնուհետև արյան շրջանառությունը լավացնելուց հետո մենք կա հատուկ այսպիսի իհարկե դեղատներում հատիկներ մենք վերցրել արդեն պատրաստել ենք եւ այսքան սուր, այո, սկզբում է թվում սուր, բայց հետո մի քանի անգամ օգտագործելուց հետո այն սուր չի լինի։ Ինչպես պետք է օգտագործել, վերցնում ենք գլանակ, մենք հիմա ուղղակի այսպես փորձենք, վերցնում ենք որևիցե գլանակ, կա գրտնակներ խմորի բացման համար, կամ ասենք շշերի ձևով պոլիէթիլենային կա, այսպես դնում ենք, այո, ֆիքսում ենք ու մենք պարկած վիճակով շարժում անել հետև առաջ, որպեսզի այս ամբողջ տարածքը վերցվի։ Այնուհետև ինչ է լինում հենց այս ընթացքում մենք ցավային սինդրոմը տանում ենք շատ ավելի մեծ հատված եւ այս ցավացող հատվածը արդեն երբ իմպուլսը գնում է գլխուղեղ ստացվում է այնպես գլխուղը ինքը նույնպես շփոթվում է, որ հատվածից է ցավը։ Մի փոքր շեղվում ենք այս ցավը, այնուհետև վերջում կա հատուկ քսուկներ, իհարկե դեղատներում, մենթոլի տիպի, յուղային, մենք կամ անանուխի տիպի եւ այդ ընթացքում այս 10 րոպեից հետո մենք քսում ենք այդ մենթոլը։ Մենթոլը քսելուց հետո որ ընդհանուր սառեցնի այդ հատվածը։ Ընդհանուր սառեցնում է եւ ընդհանրապես չի զգացում ցավային սինդրոմը։ Այսինքն երբ որ մեջքս ցավում է եւ մեր տատիկներն ասում են շալ կապեք եւ այլն, ընդհակառակը սառեցման էֆեկտն ավելի լավ է։ Մենք այստեղ շալը կապում ենք տաքացնող միջոց է, որը լավացնում է արյան շրջանառությունը։ Մենք այստեղ մի այլ ձևով խթանում ենք արյան շրջանառությունը, լավացնում ենք արյան շրջանառությունը, իսկ եթե այդ 10 րոպեից հետո մենք արդեն դնում ենք տզրուկ, իհարկե տզրուկը պետք է դնել անպայման մասնագետը բիոակտիվ կետերով եւ ողնաշարի երկու կողմով ինչ է անում տզրուկը։ Տզրուկը լավացնում է արյան շրջանառությունը, տզրուկը իր հիրուդին ֆերմենտի շնորհիվ կարողանում է ցավի զգացողությունը վերացնել, որովհետև նաև անալգետիկ նյութեր է պարունակում իր մեջ եւ բացի այդ արյան շրջանառությունը լավացնելով, բորբոքային վիճակը լավացնելով, ցավի սինդրոմը լավացնելով մենք ունենում ենք հրաշալի արդյունք եւ ընդհանրապես 10-12 անգամ, ամենաշատը 15 անգամ անելուց հետո մենք հասկանում ենք, որ ողնաշարային ցավը մեզ մոտ աստիճանաբար վերացել է։ Շնորհակալություն այս անգամ էլ ահա այսպիսի դեղատոմսեր օգտակար խորհուրդներով մենք դեռ կհանդիպենք, իսկ եթե ինչ-որ բան բաց եք թողել, ապա մեզ կարող եք գտնել նաև Շանթի պաշտոնական քրիքեջում։ Իսկ այժմ գովաստ մեր եթերում։ Ոչ պակաս օգտակար։ Սիրելի բարեկամներ, պարզենք, թե ինչ են կարդում աշխարհի մի շարք երկրներում, Անգլիայում ԱՄՆ-ից կարդացվող գիրքը Dan Brown-ի Կոդ դա Վինչին է, իսկ երկրորդ տեղում Հարի Փոթերն է։ Չինաստանում ամենամասսայականը արտասահմանյան գրականությունն է, մասնավորապես առաջին տեղում Ֆրանզենի ազատությունն է, երկրորդում Մարկեսի սերը ժանտախտի օրերին, իսկ երրորդ տեղում Չինաստանի մասին Կիսինջերի ստեղծագործությունն է։ Նորվեգիայում ամենակարդացվող գիրքը Աստվածաշունչն է, Բրազիլիայում քահանայի հեղինակած Ագապեն, որը ինքնակատարելագործման
իսկական արվեստի մասին է։ Իսկ Ֆրանսիայում վերջին շրջանում իսկական բեսթսելլեր է Մոխրագույնի 50 երանգները գիրքը, որով էսպես։ Կանայք են, չէ՞ շատ կարդում։ Այդ տղամարդը պետք է ասի, եթե մյուս անգամ էլ տեսա քեզ այդ գիրքը կարդալուց, հաջորդ գիրքը, որ կկարդաս, կլինի աչքի տակի կապույտի 50 երանգները։ Արդյոք լավագույն վաճառքը գրքի իսկական արժեքի ցուցանիշ կարելի է համարել եւ ինչու են բոլորը ձգտում գոնե մոտավոր պատկերացում ունենալ այն ստեղծագործությունների մասին, որոնք տեղ են զբաղեցնում բեսթսելլեր կոչվածի ցանկում։ Այդ թեմային անդրադարձել է մեր հաջորդ տեսանյութը։ Դիտենք։ Եթե գիրք չես կարդում, ուրեմն ուխտես։ Ինձ այս ցուցանակը ոգևորեց, իսկ քեզ։ Եթե քեզ զայրացրեց ու թվաց վիրավորական, ուրեմն մի խոստովանիր այդ մասին, թե չէ բոլորը կիմանան, որ դու գիրք չես կարդում։ Երիտասարդությունը այլևս չի կարդում, այսպես մտածող ոչ երիտասարդների համար մենք ունենք հակափաստարկներ։ Սեռային ոչ մի տարբերություն չկա, տարիքային ոչ մի տարբերություն չկա, փոքրերից մինչև 80-90 տարեկան։ Սովորաբար երիտասարդներ։ Կարծում եմ պատճառն է, որ երիտասարդներին տանից դուրս գալ, հասնել խանութներ ավելի հեշտ է։ Ծնողները գնում են իրենց երեխաների համար, երեխաները պահանջում են գրքի տոնի նվիրելու կապակցությամբ գրքեր, դպրոցականները գալիս են իրենց ընկերներին գիրք են ուզում նվիրեն։ Իհարկե գալիս են նաև տարիքովներ։ 3 չէ առաջ 89-ամյա մի կին, որը եկել հասել էր գրախանութ իր դուստրերի հետ ինչ-որ գրքեր գնելու համար։ Համացանցը կհաղթի գրքին, այսպիսի վատատեսներին էլ մենք հակառակը կհամոզենք։ Բնականաբար շատացել են ու ինձ թվում է տարին տարու վրա դեռ կշատանան գնորդների եւ գիրք կարդացողների քանակը։ Եթե առաջ վաճառում էին 3 գիրք, լավ 30 գիրք, հիմա արդեն 300 գիրք, այսինքն այդ թվերը չպետք է խաբեն, բայց իմ անձնական տպավորությունն է, որ այո, մարդիկ ոնց ասեմ, ավելի սիրով են գումար տալիս գրքին հիմա։ Բայց ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս լսել։ Տեսնելու համար շտապեք մոտակա գրախանութ։ Մենք հենց այդպես արեցինք եւ այնինչ տեսանք, նախ զարմացրեց, հետո արդեն ուրախացրեց։ Դուք ինչ եք փնտրում կարելի։ Ուիլյամ Բերրոուզ։ Հաճախ եք գրախանութից գրքեր։ Շատ հաճախ։ Բավականին հաճախ։ Հա։ Սիրում եմ իմ սեփական գրքերը կարդալ։ Գրադարաններից օգտվում եմ, բայց հետո կարդալուց հետո գնում եմ ու ձեռք եմ բերում գրքերը, որ իմ ունենամ։ Ես Բուլգակով եմ ման գալիս Մաստերի Մարգարիտան։ Վերջի գնացած գիրքը Մեծն Գետսբին, Ֆիցջերալդ։ Շատ դուրս եկել է իմ իջելուց գիրքը։ Ջեյն Օստինի Գորդոստի Պրեդբրիջտեյնը անգլերեն լեզվով եմ գնել եւ փրկված գրքի բնօրինակը անգլերենով ընթերցում եմ հիմա։ Կամիլ Ալբերտ Կամիլ վերջին գնաց գիրքը Ջեյք Կերուակ հիմնականում ամերիկյան գրականություն եմ նախընտրում։ Այնպես որ գիրք այսօր էլ են գնում, իսկ ամենաշատը գնում են 2015 թվականի բեսթսելլերները շատ են՝ Հայ եւ Արտասամանյան, Հայտնի եւ Անհայտ։ Մի գիրք կա, որ միշտ վաճառված, պահանջված, սիրված եւ մշտական բեսթսելլեր է։ Փոքրիկ իշխանն է Էքզյուպերի ու համարյա բոլոր հրատարակությունները հրատարակում են ու այդ բոլոր հրատարակությունների հրատարակածը շարունակում է անդադ պահանջարկ բանալ։ Ջոն Գրին, Պաուլո Կոելյո, Ջորջ Օրուել, Մարկես։ Մեզ համար անցյալ տարի բացահայտեցինք եւ այս տարի հրատարակեցինք Օթարի Ճիլաձեի Քթոցը վեպը, որի մասին քչերը գիտեին Հայաստանում, բայց այսօր իր հաղթարշավն է սկսել այդ մեծ վեպը Հայաստանում։ Շատ չգիտես ինչու մեր գրախանութում շատ սիրում են Վոնեգուտ հեղինակին, շատ տանում են մեզ մոտ։ Ես ինչ ասեմ, որն ասեմ, սկսել է շատ մեր աշխատակիցների շնորհիվ կոնսուլտանտների Սելինը շատ պրոպագանդվել։ Մեզ մոտ այ հիմա շատ կարող եմ ասել նույնիսկ մոդայիկ դարձավ, ինչ որ անվերջ տանում են այս գիրքը, տեսնում եք արդեն Շանտարամը։ Միլան Կունդարան, որ անկախ նրանից գա Հայաստան չգա իր մասին ով խոսի, չխոսի, մշտական բեսթսելլեր է։ Մեր 2015-ի լավագույն բեսթսելլերների մեջ, Օրվելի 1984-ն է, Օրվելի Անասնաֆերման,
որոնք ոնց ասեմ, լրացուցիչ ոչ մի գովազդի ներկայացման կարիք չեն էլ զգացել, որովհետև սա այն գրքերից է, որ գուցե իրենց մեջ էլ ինչ-որ ձգողականության ուժ կա։ Պաուլո Կոելո գրքերը, Ջորջ Օրուելի գրքերը, Ջոն Գրինի գրքերը, թե հայ հեղինակների, թե արտասահմանյան հեղինակների բոլորին էլ գնվում է։ Դենիել Կիզա գնվում, Աննա Գավալդա, Ջոջո Մոես, բազմաթիվ հեղինակներ, որոնք կարամանթիվ թվարկեմ։ Այդ գրողներից շատ սիրված է, եթե վաճառքի տվյալներով դատենք Արամ Պաչյան, Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, Հրաչյա Սարիբեկյան, շատ էս քարեկը շատ ընթերցողներ ունի։ Խեչոյանը շատ տանում են մեզ մոտ, Արմեն Շեկոյանի հանդեպ է հետաքրքրություն մեծացել եւ իհարկե Կոստան Զարյանի հանդեպ մշտապես մեր գրախանութի ամենավաճառվող գրքերից է։ Հայաստանում միջին վիճակագրական այսպես ընթերցող ավելի շատ նախընտրում է հայտնի անունները։ Ինչ որտեղ գովազդված, ինչ որտեղ ավանդույթով եկած, շատ լսած, Կոելո, Օրուել, Փամուկ, որոնք կունդերա, օրինակ, որոնց ներկայացնելու հարկ չկա։ Թե որ գրքերը շատ պահանջարկ ունենան, հրատարակիչները փորձում են գուշակել, բայց միշտ չէ որ հաջողվում է։ Առհասարակ հրատարակվող գրքերի ցանկը մեծ մասամբ կազմվում է նախապես մի շարք ուսումնասիրություններից հետո։ 60%-ը պարզ է լինում, թե մենք ինչ կտպագրենք օրինակ 2016 թվականին, բայց անպայման կլինեն չնախատեսված դեպքեր։ Այստեղ չենք մոռանում ընթերցող գնորդների պահանջները։ Այո, կան ընթերցողներ, ովքեր պահանջում են այս կամ այն գիրքը, եւ նրանք քիչ չեն։ Մենք նաեւ Facebook-ի միջոցով փորձեցինք իմանալ, նշեցինք 20 գիրք եւ որը կուզեք, որ ավելի շուտ հրատարակվի, օրինակ, այդպեսի հարցում անցկացրեցինք մի 3 տարի առաջ եւ այդ հարցումների հարցունքում օրինակ որոշեցինք, որ ավելի պետք է շտապել տպել Օրհան Փամուկի Մանոնը Կարմիրը եւ Կունդարայի կերության անտանելի թեթևությունը։ Բայց խաղաթղթերը կարող է խառնվել անսպասելի, հանգամանք, եղանակ, մի ակնարկը կամ պատահական այց կարող է ամեն ինչ փոխել։ Գիրք, ընթերցող, գրախանութ, վաճառք, շղթայում։ Շատ անսպասելի է, օրինակ Էլիֆ Շաֆակի Ստամբուլի Beach SVP այդ մեծ հաջողություն է Հայաստանում։ Անցյալ տարի այսպիսի հաղորդագրություն եղավ հեռուստատեսությամբ։ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ, կառավարության անդամներին հորդորել էր կարդալ Վահան Հովհաննիսյանի Մանդիլյանը։ Միանգամից դա ինչ որ արձագանք գտավ ընդհանուր գրաշուկայում։ Գիրքը սկսեց հետաքրքրել շատ շատերին, առնում էին շատ։ Այսինքն որևէ հեղինակավոր մարդու ում խոսքը ասենք պատկացենք Տիգրան Համասյանը կամ Տիգրան Մանսուրյանը որևէ գիրք ասեն, սա շատ լավ գիրք է։ Դա անմիջապես ճշտայական բանով ազդում է, սկսում է այդ գիրքը լայն շրջանառություն անել։ Շատ կարևոր են, երբ որ օրինակ համաբանվում են գիրքը եւ ֆիլմը։ Իդեպ հայաստանյան բեսթսելերն իրականում այն չէ, ինչը աշխարհը հասկանում է բեսթսելեր բառի տակ։ Աշխարհում այդպիսին է համարվում այն գիրքը, որն ունի հազարավոր օրինակների վաճառք, իսկ մեզ մոտ շատ իմացեք, որ Հայաստան դրանք առավելագույնը 5-6, Պաչյանի դեպքում 700 տպականակն է։ Այդ սա է մեր իրականությունը։ Իսկ պատճառները շատ են, ամենակարևորը մեկը՝ գրքի գինը։ Հետո ինչ որ շատերս գիտակցում ու խոստովանում ենք, գիրքը թանկ չի լինում։ Գրախանութում այսպես գրքի վաճառքը շատ ուղղակի կապված է, շատ նրբորեն կապված է զգայուն ձևով, ես կասեի, հասարակության մեջ, հանրության մեջ տեղի ունեցող բոլոր պրոցեսներին։ Իհարկե, մատչելի չի մի կողմից, երբ որ նայում ենք միջին վիճակագրական Հայաստանից համար, այսօր գրքի գինը մանավանդ ես մոլորանտ ընթերցողներ գիտեմ ու շատ թափվում են, ասում են գոնե քիչ տպեք, որովհետև արդեն բյուջեները չեն հերիքում։ Այդպիսի գրքեր են, որ մարդիկ ուզում են իրենց գրադարաններում ունենան, էլի գիրքը թանկ չի, մեր աշխատավարձերն են ցածր։ Այս տեսանյութը գիրքը, գրախանութը կամ հրատարակչին գովազդելու համար չէր, այլ բոլոր այն հորետեսների, ովքեր վստահ են, այսօր էլ ով է գիրք կարդում։ Գիրք կարդում են միշտ, եւ նա ով չի կարդում, ուրեմն իրոք ուխտ է։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Շատ լավ եւ ուրախալի լուր, կարդում են մեր երիտասարդները եւ չյուր է այդ կարծիքը, որ չեն կարդում։ Շատ լավ։ Մի բան է հասկանալ, թե ինչ եք ուզում նվիրել, մեկ այլ բան իմանալ, թե ինչպես է պետք դա անել, ավելի շուտ ինչպես չի կարելի նվերը մատուցել։ Տեսնենք, թե նվերի հետ կապված ինչ ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում։
Օրինակ Ճապոնիայում չի կարելի նվեր տալիս խնդրել, որպեսզի այն հենց ձեր ներկայությամբ ազատեն փաթեթավորումից, այդ գործին ճապոնացիներն անցնում են միայն հյուրերին ճանապարհելուց հետո դրանով իսկ ցույց տալով հարգանքն ու հոգատարությունը հյուրերի նկատմամբ։ Բայց պարտադիր անունը պետք է գրել, էլի, որ իմանան այդ դու ես նվիրել գոնե։ Կարող է դատարկ լինել, չէ՞, բացեն։ Իհարկե, Չինաստանում նվեր մատուցելիս պետք չէ զարմանալ, եթե դրանից մի քանի անգամ հրաժարվեն, հետո նոր արդեն ընդունեն։ Նման դեպքերում պետք է ասել, որ նվերը չնչին բան է, իսկ այն չընդունողը կկոտրի ձեր սիրտը։ Մեզ մոտ այդպես ես բան են հյուրասիրում։ Չէ, չեմ ուզում լավ։ Հա, երկրորդից իհարկե։ Ի տարբերություն Ճապոնիայի, Չինաստանում նվեր ստանալու դեպքում անպայման հարկավոր է բացել այն, իսկ եթե չգիտեք ինչ նվիրել, ապա հետևեք տեղական ավանդույթին, զույգ թվով իրեր նվիրեք, դրանք միասնություն ու ներդաշնակություն է խորհրդանշում, կապ չունի, ինչ կարևորը զույգ լինի։ Երկու բաժակ նվիրեք, հանգիստ։ Իսկ եթե չգիտեք, թե ինչպես կատարել գիրք նվիրելու օրվա անակնկալի ընտրությունը, ապա դիմեք գրականագետների, ընկերների կամ էլ մեր տեսանյութի օգնությանը գնացինք։ Լավագույն զրուցակիցը, լավագույն ժամանցը, լավագույն ընկերը, լավագույն նվերը։ Մի խոսքով, եթե լավ գրադարան ունես, իսկական միլիոնատեր ես։ Ճիշտ ասած, ես գիրք կարդալ այդքան էլ չեմ, ժամանակ չեմ ունենում։ Իմ գրադարանը շատ չի, քիչ է, բայց կան կարևորը ռուսական հայկական գրականությունից, դասական գրականությունից եւ կարևորը Աստվածաշունչ։ Օй, չեմ կարասեմ շատ են, որովհետեւ շուտվանից դեռ ծնողներս հավաքում են։ Ես միշտ երևակայել եմ, թե դրախտը մի տեսակ գրադարան կլինի։ Ոչ միայն գիրք նվիրելու օրը, այլ տարբեր առիթներով, նույնիսկ ես եմ հուշում, որ գիրք նվիրեմ։ Շատ եմ սիրում ու նույնիսկ անցածննդյան օրը խնդրել եմ, որպեսզի ինձ գիրք նվիրեն։ Միայն իսկական գրքասերները կհասկանան, թե ինչ բան է գիրքը մեկին վստահելը։ Այն սիրում է հոգացություն եւ ուշադրություն։ Այդպես միայն կարող է ձեռքից ձեռք անցնել, դառնալով հազարավոր մարդկանց բարեկամը։ Ես որ առնում եմ չեմ ուզում ուրիշին տալ, որովհետև դա իմն է։ Դա իմ կյանքի մի մասն է, որտեղ ես ժամանակ եմ կորցրել, կարդացել եմ այդ գիրքը։ Համարյա չեմ տալիս, այդ տալիս եմ միայն մտերիմներիս։ Չէ՞ որ այնպես մարդու եմ նվիրում, որ հետո կարողանամ ուզել կարդալ։ Կամ նորից ձեռք եմ բերում, եթե նվիրում եմ։ Սիրում եմ ժամանակ առ ժամանակ ընթերցել գրքերս։ Իսկ նրանք իրենց անձնական գրադարանից այսօր մեկ գիրք են առանձնացրել հատուկ առաքելությամբ 7 գիրք և 7 անակնկալ պատահական անցորդներին։ Բարև ձեզ, ես Արսենն եմ, եղբայր։ Բարև ձեզ, այսօր գիրք նվիրելու օրն է և ես ուզում եմ ձեզ նվիրել Մուշեղ Կաշյանի Ծիրանի ծառը։ Իրոք։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հայաստանի կենդանիներից մեկի մասին է Կովկասյան զառյուծի։ Մեզանից յուրաքանչյուրի համար էլ կա մի պատմություն և մեկ հերոս, որի հետ պարտադիր ծանոթանալ է պետք։ Եթե չգիտեք ինչ, ինչպիսի և ինչ արժողությամբ նվերներ գնել, ուղղակի նվիրեք գիրք։ Սա այն դեպքն է, երբ ամենաթանկարժեքն ու ամենահազվագյուտը կարելի է ձեռք բերել շատ մատչելի գնով։ Նելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Բարև ձեզ, պարոն ոստիկան, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ես ձեզ ցանկանում եմ այս գիրքը նվիրել։ Ինչպես։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Մի վարդեն, գիրք եմ նվիրում ձեզ, չեք ուզում։ Չուզած։ Նվիրեք, բաց մի թողեք ու մի ամաչեք նվեր ստանալուց հատկապես երբ դա գիրք է, վատ բան չկա դրա մեջ։ Ես այսօր մեկ հատ ստացել եմ Անահիտից, շնորհակալ եմ։ Շտապեք դուք էլ նվիրել, իսկ այս պահին գովազդներ եթերում։ Անդրադառնանք պատմության ամենամեծ գյուտարարներին, եւ այսպես Ալեքսանդր Գրեհեմ Բել, չնայած Բելը մեծապես հայտնի է հեռախոսի գյուտով, սակայն քչերն են տեղյակ, որ նա նաեւ հայտնաբերել է գործիքներ ու մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է տեղորոշել ու տեղափոխել այսբերգները, ինչպես նաեւ գործիք, որի միջոցով կարելի է հայտնաբերել փոքր լսողական խանգարումները, մետաղ հայտնաբերող սարքը եւ այլն, նա հետաքրքրվել է նաեւ գենետիկայով, աշխատել է ինքնաթիռների նախատիպերի վրա եւ այլն։ Հետաքրքիր է նաեւ իմանալ, որ նա National Geographic պարբերականի հիմնադիրներից
գյուտերից մեկն է 82 թվականից։ Շատ տաղանդավոր մարդ Թոմաս Էդիսոնն նա ավելի քան 1000 գյուտի հեղինակ է, այդ թվում էլեկտրական լամպի, ձայնագրիչի, շարժական նկարով խցիկի եւ այլն։ Նա այն մարդն է, ով ապահովել է Նյու Յորքին էլեկտրաէներգիայով կառուցելով առաջին ջերմաէլեկտրակայանը։ Պետք է նշել սակայն, որ ոչ բոլոր հայտնագործություններն են հենց իրեն, այլ իր հետ աշխատող թիմին ուղղակի նա շատ մեծ դեր է իհարկե ունեցել մտքերը կատարելագործելու եւ իրականացնելու գործում։ Նիկոլա Տեսլա իր կյանքի ընթացքում ավելի քիչ հայտնի այս սերբ մեծագույն գիտնականի շնորհիվ է, որ այսօր գոյություն ունի կոմերցիոն էլեկտրականությունը։ Տեսլայի գյուտերի շնորհիվ տեղի է ունեցել արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։ Նա նաև ներդրում է ունեցել ռոբոտների ստեղծման գիտական ոլորտում եւ հիմք դրել հեռարար կառավարման համակարգին, ռադիոտեխնոլոգիչ սարքին, համակարգչային գիտության, ինչպես նաև միջուկային եւ տեսական ֆիզիկաներին։ Նրա հայտնագործությունների արտոնագրերի թիվը հասնում է 111-ի։ Այո, պատմության մեջ մեծագույն գյուտարարների առաջին հորիզոնականում է անտիկ Հունաստանի մեծ մտածող Սիրակուզի Արքիմեդը, բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսը մեծ հայտնագործություններ է արել ֆիզիկայի ասպարեզում, հայտնաբերել է հիդրոստատիկան ու ստատիկան։ Նա հայտնագործել է տարբեր մեխանիզմներ ու մեքենաներ, այդ թվում հայելու եւ արևային լույսի միջոցով նավեր նայրող մեխանիզմներ, պարուրակ պոմպ եւ այլն, եւ այս ամենը նա արել է 2000 տարի առաջ առանց համակարգիչների։ Որևէ օգնության, իսկ այժմ կանդրադառնանք խոհանոցային ամենակարևոր գյուտերից մեկին։ Խոսքը հարիչի մասին է, մեր բոլորի սիրելի ընկեր, ձեզնից հեռու հարիչի ստեղծման որակի ու օգտագործման մասին կպարզենք որակի հետքերով էջի օգնությամբ։ Միքսեր։ Այն ավելի քան 140 տարեկան է, բայց ստեղծման օրվանից հեռավոր 1870 թվականից մինչ այսօր չի կորցրել իր պահանջարկը։ Սկզբանե այդ խոհանոցայինին ինձ ներկայացնում է պարզ մեխանիկական ծփիչ, որը շուտով կատարելագործեց ամերիկացի ինժեներ Հերբերտ Ջոնսոնը։ Նրա ստեղծած էլեկտրական ստացիոնար հարիչը ուներ շատ մեծ կշիռ, մոտ 29.5 կիլոգրամ, իսկ արժեքը համարժեք էր այդ ժամանակաշրջանում Ford Mach-ի մեքենայի։ Այն նախատեսված են մեծ արտադրամասերի համար, որը մի քանի անգամ արագ խառնում էր խմորի զանգվածը, այդպես կրկնապատկելով արտադրության ծավալները։ Դե ինչ, այսօր ամեն ինչ խոհարարների եւ տանտիկինների այդքան սիրելի հարիչների մասին։ Սկզբում սովորական գթալ, հետո արդեն ձեռքի ծփիչ, մեխանիկական, իսկ ավելի ուշ էլեկտրական հարիչներ։ Նախկինում տնային տնտեսուհիները նույնիսկ պատկերացնել չէին կարող, որ խմորը ձեռքով ունցելու դժվար գործը կարող է այսչափ թեթևանալ։ Aid Kitchen ընկերությունն առաջինն էր, որ արտադրեց պատմության մեջ առաջին հարիչները։ Հարիչի գյուտի հեղինակը ինժեներ Հերբերտ Ջոնսոնն է, ով տեսնելով, թե ինչպես են հաստուղները ձեռքով խառնում խմորը, որոշում է թեթևացնել նրանց հոգսը։ Հերբերտի ստեղծած սարքը սկզբում նախատեսված էր միայն մեծ արտադրամասերի համար։ Այն բավական անհարմար էր աշխատեցնելու համար, մեծ էր չափսերով եւ աշխատում էր մեծ դժվարությամբ։ 1919 թվականին Aid Kitchen ընկերությունը ստեղծեց առաջին տնային հարիչները, որոնց սպառումը գերազանցեց բոլոր սպասելիքներն ու պատկերացումները։ Թերևս սա էր պատճառը, որ Aid Kitchen ընկերությունից բացի այլ ընկերություններ ևս սկսեցին արտադրել հարիչներ, մեկը մյուսից ավելի արագ եւ կատարելագործված։ Մրցակցության արդյունքում ստեղծվեցին նաեւ հարիչներ հատուկ խառնիչներով, որոնք որքան շատ, այնքան ավելի արդյունավետ։ 20-րդ դարի 30-ական թվականներից արդեն ԱՄՆ-ում վաճառվում էին ավելի հարմար, դյուրաշարժ եւ բազմաֆունկցիոնալ հարիչներ։ 1936 թվականին շուկայում հայտնվեցին առաջին տնային հարիչները։ Առաջընթացի հետ համատեղ հարիչների թե չափսերը, թե գինը նվազեցին եւ արդեն 50-ականների կեսերին գրեթե բոլորի խոհանոցներում դրանք առկա էին եւ դարձան անփոխարինելի միջոց խոհարար տնային տնտեսուհիների համար։ 1952 թվականին Sunbeam Mixmaster ընկերությունը ներկայացրեց առաջին ձեռքի հարիչների նմուշները։ Դրանք թեթև էին, հարմար տեղափոխման ու ձեռքով աշխատեցնելու համար։ Նրանք նաև առաջինն էին, որ ստեղծեցին հանովի ծփիչներով հարիչները։ Հարիչների արտադրությամբ ընդհանրապես զբաղվել են ամերիկյան ընկերությունները, դրանք ամեն տարի ներկայացնում էին ավելի կատարելագործված հարիչներ։ Իսկ այսօր ինչպես ընտրել ու գտնել որակյալ հարիչ, ինչ հարցեր են հետաքրքրում սպառողներին, պարզենք հենց հիմա։ Հարիչ ընտրելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Հարիչի քաշը որակի հետ կապ ունի թե ոչ։ Կարևոր է հարիչը ինչից է, ինչ նյութից։ Հարիչները լինում են երկու տեսակի՝ ձեռքի եւ պատվանդանով։ Պատվանդանով հարիչներն ունեն ավելի հզոր շարժիչներ եւ կարող են լուծել ավելի բարդ խնդիրներ։ Ձեռքի հարիչները կարող են օգտագործել ցանկացած տեղում։ Դրանց փոքր չափերը պայմանավորված են փոքր շարժիչով, որն իր հերթին սահմանափակում է հարիչի հնարավորությունները։
Շուկայում կան հարիչների բազմաթիվ տեսակներ, բայց ինչպես ընտրել որակյալ հարիչ, իմ զրուցակիցը Կարեն Մեսրոպյանն է, բարի լույս Կարեն։ Կարեն լայն տեսականի եւ կարծում ինչքան շատ է տեսականին, այնքան դժվար է ընտրել։ Ինչպես հասկանալ որն է ավելի լավը։ Ի սկզբանե հարիչ ընտրելու համար նախ պետք է նայել հարիչի հզորությանը, որոնք սկսում են 250, 200 վատից սկսած մինչև 1000 վատ հզորությամբ լինում են հարիչներ։ Կախված հզորությունը, կախված բրենդը ամեն ինչ նշանակություն ունի։ Կան հարիչներ, որոնք նաև ունենում են հավելյալ ձեռքի բլենդերի հնարավորություն, կան հարիչներ, որոնք ունենում են նաև բանջարկտրիչի հնարավորություն։ Լինում են հարիչներ նաև տարայով, որոնք եւ աշխատանքի ժամանակ պտտվում են եւ ծփիչը նաև տարայի մեջ խաղում է։ Որ հզորությունն է նախընտրելի, ասենք տնային տնտեսուհու համար։ Տնային տնտեսուհիների համար հիմնականում նախընտրելի է 250 վատից սկսած հարիչները, բայց չի խանգարում, որ հարիչը նաև ունենա ավելի բարձր հզորություն, որի հաշվին ավելի աշխատանքն ավելի արագ է կատարվում, ավելի էֆեկտիվ։ Արդյոք հարիչի քաշը կապ ունի որակի հետ, թե ոչ։ Հարիչի քաշը որակի հետ ընդհանրապես կապ չունի, հիմնականում կախված իրենց արտաքին նյութի տարբերություններից, լինում են նաև մետաղական, լինում են տարբեր ծածկույթի, որոնք քաշ են հիմնականում ավելացնում, բայց դա էական նշանակություն չունի։ Կան հարիչներ լրիվ մետաղական, որոնք նաև արտադրամասի համար ավելի նախատեսված, որոնք ավելի հզորությամբ ավելի բարձր են լինում, մինչև 1000 վատ հզորությունների նաև լինում են, որոնք ավելի միայն գործի համար, իսկ տան պայմանների համար 250 վատ եւ ավելի ցանկացած հարիչ հարմար է տնային տնտեսություններին։ Խմորեղեն կարելի է պատրաստել, արդյունքը լավը կլինի։ Այս դեպքում սա ինչքան է սա հզորությունը։ 300 վատ է հզորությունը կոնկրետ այս մոդելի, ամեն դեպքում ինքը նախատեսված է եւ խմորի համար եւ կրեմների համար։ Հարիչների գլխավոր այսպես խնդիրը դրանք ծփիչներն են, որոնք եթե արագ են աշխատում, ապա ենթադրում են, որ ավելի լավ է, եթե հակառակ ավելի վատ։ Ինչպես հասկանալ, որ ծփիչը լավն է, վատն է, ինչպես կողմնորոշվել դրա որակի առջև։ Ծփիչները հիմնականում լինում են լրիվ մետաղական, նույն այս մոդելը, եւ լինում են պլաստմասով կապը, որը ժամանակի ընթացքում ուղղակի թուլացնում է իրեն, իսկ մետաղականն ավելի երկարակյաց է եւ ավելի հարմար։ Իսկ ծփիչների ձևը արդյոք նշանակություն ունի, թե ոչ տեսնում հաստ ծփիչներն ինչ որ տարբեր ֆորմաներով։ Հիմնականում բարակ ծփիչներն ավելի կրեմի հետ կապված ավելի լավ են ծփում, լավ են թուլացնում եւ ավելի լավ են բացում։ Կան նաեւ ծփիչներ հիմնականում խմորի համար, որոնք լինում են լրիվ մետաղական, որոնք աշխատանքի եւ կյանքի ընթացքում ոչ մի խնդիր չեն ունենում։ Մեր տնային տնտեսությունները քանի որ շատ են սիրում խմորեղեն պատրաստել, խեղճ հարիչները կարող են մի քանի ժամ անընդհատ աշխատեցնել, կարելի է թե ոչ։ Հիմնականում ծփիչներն ուրեմն պետք է օգտագործել մոտավորապես 15 րոպե, նրանից հետո պետք է 3 րոպեի ընթացքում գոնե թողնել իրան, որպեսզի հանգստանա, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա։ Ինչպես պետք է աշխատեցնել հարիչը։ Տեղադրում ենք ամեն դեպքում տարայի մեջ, նոր միացնում ենք, չի թույլատրվում ընդհանրապես հարիչը միացնել տարայից դուրս, հետո նոր կցել տարային, ամեն դեպքում թույլ աստիճանից սկսած պետք է միացնել, որպեսզի ինքը եւ տաքանա եւ սկսի աշխատել, որպեսզի ամանի մեջ էլ դուրս չցայտի, ու ամեն դեպքում գործը ավարտելուց հետո նույն տարայի մեջ պետք է իրեն անջատել, նոր հետո հարիչը հանել տարայից։ Ձեռքի հարիչները սովորաբար լինում են 150-ից մինչև 240 վատ հզորության, որքան թեթև, այնքան ավելի հարմար։ Այդպիսի հարիչները նախատեսված են հավքիթ, կարագ, սերուց քարելու համար։ Դրանցով խորհուրդ չի տրվում խմոր պատրաստել։ Վնասվածքներ ստանում են երկար աշխատելու հետևանքով։ Դրա համար 10 րոպե պիտի օգտագործեն մաքսիմալ, 5 րոպե ընդմիջեն։ Հետո ցանկալի է խմորը անելու ժամանակ կախված խմորի ամրությունից տարբեր նասատկաներ։ Կոնկրետ ավելի պինդ խմորի համար ցանկալի է ավելի հաստ ամուր նասատկա օգտագործել։ Թույլ խմորի դեպքում ավելի բարակ նասատկաներ։ Եթե էլեկտրական պալատայով է, հիմնականում երկարաշահագործում եք, պալատանը շարքից դուրս գալիս, հոսանքի տատանումի հետևանք կարա լինի նաև, որը կախված է այս
սարքավորում այդ միլքի փոքր սա թուլանում է, ուշադրություն չեն դարձնում, սրա հետևանքով վնասվում է, կարճ միացում է տեղի ունենում, վնասվում է պլատան։ Տոն օրերի նախորդ օրերին ավելի շատ է հոսքը հարիչների, հարթուկների, փոշեկուլների, որը ավելի մեր ազգաբնակչությունը ավելի շատ է օգտագործում։ Կան հարիչներ, որ մի ամաններ ուշադիր լինեն, որ հենված չլինի հատակի վրա, դա ավելնորդ մագնուսկա է։ Հարիչներն ունեն 3 աշխատանքային ռեժիմ։ Առաջինի դեպքում այն պարզապես խառնում է զանգվածը, երկրորդի ժամանակ այն աշխատում է պարբերաբար հանգստանալով, իսկ տուրբո ռեժիմի դեպքում շարժիչի աշխատանքը կրկնապատկվում է ու անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ այն անջատել։ Այսօր հարիչներն ունեն նաև իրենց Lego տարբերակը Hitmixer 2000։ Եվ որքան էլ զարմանալի է, այն նաև կարելի է կիրառել, սակայն դրանով միայն կարելի է հարել ձու։ Այսօր այսքանը տարօրինակ, հետաքրքիր, նորաոճ ու որակյալ հարիչների եւ դրանց անցած ուղու մասին։ Հաջորդ թիվ կանդրադառնանք գազ օջախի որակին։ Հայտարարեք կարդալու շաբաթ եւ կիրակի կհանդիպենք երկուշաբթի։ Հաճելի հանգստյան օրեր, մնացեք բարով, հաջողություն։